Բայլս լավ եք։ Լավ, փակ տիրոջը։ Այնքան Ռուսաստանից մարդ ունենք, այնքան հետաքրքիր է, Սոչիից, Մոսկվայից, Լիպետսկ, այն մյուս քաղաքի անունը չեմ հիշում, ասեցին Կրասնոդարի ինչ որ քաղաքներից է։ Ես շատ թույլ եմ, հա, ընդհանրապես աշխարհագրությունից, եթե կարելի այդպես կոնկրետ ասենք, դες ռուսական քաղաքները չեմ ճանաչում։ Բայց փառք Տիրոջը ունենք Ռուսաստանից, փաստորեն մեծ հետևողներ ունենք Հայաստանից, որ միացել են եւ իհարկե Միացյալ Նահանգներից, որը շատ ուրախալի է։ Այսօր հավաքվել ենք, որպեսզի լսենք ամենակարևորը Աստծո խոսքը եւ այս թեմաների շարքը, որ ընտրեցինք, շատ ոգևորված եմ, անգլերեն ասած I'm so excited, որովհետեւ երբեք առակների մասին չենք խոսել, նախորդ դասին փաստորեն ուղղակի ոնց եք ասում, ներածություններ, Այո։ նախորդ մեր զրույցը եւ այսօր արդեն կոնկրետ խոսելու ենք Քրիստոսի առակներից, առաջինն է, թե մենք ուղղակի random ընտրել ենք, Հայկ ջան։ Չէ, Անի ջան, եթե կհիշեք, խոսեցինք, որ ես ինքս ինձ համար ուղղակի սա բան չի, անձնական ոնց որ մոտեցումը, առակները բաժանել եմ 3 մասի, ուրեմն կյանքի սկիզբ, կյանքի ընթացք եւ ավարտ, եւ ի նկատի ունեի հոգեվոր կյանքի սկիզբը, ու ոնց որ որոշակի տրամաբանություն եմ դրել, ու դրա համար կուզեի այսօր խոսենք ուղղակի փորձենք հնարավորինս բացատրել, հասկանալ բարի սամարացու առակը, որը շատ հայտնի է բոլորիս, բայց իմ կարծիքով կարելի է ասել սկիզբն ամեն ինչի, եւ փորձենք այդտեղից հասկանալ ու հետո աստիճանաբար արդեն կշարունակենք, ոնց որ նաեւ այդ ընթացքը կտեսնենք, առակները թե ինչպես են մարդու հոգեվոր կյանքը բացատրում էլի։ Մենք բոլորս կարդացել ենք, մեծամասնությունը երևի թե կարդացել է Բարի Սամարացու առակը եւ նույնիսկ ես որ հաստատ մեկնություններ շատ եմ լսել Բարի Սամարացու, բայց այնպես ինչպես մեր սրբերն ու պապերն են մեկնել, որը հենց մաքուր ճշմարտությունն է, երբեք չեմ լսել։ Այնպես որ շատ հետաքրքիր է թե ինչպես ենք այսօր վերլուծելու եւ մեկնելու այդ առակը։ Հայկ ջան, համակ ուշադրությամբ լսում ենք ձեզ։ Սիրով Անի ջան, ուղղակի փորձեմ հիշեցնել, որ Քրիստոս ուներ խոսված գոնե ավետարաններում գրանցված 40-ից ավելի առակ։ Մենք կփորձենք 25 եւ մի քիչ ավել անել, որոշները ուղղակի մեկ նախադասություն են, սո այդ նախադասությունը չես կարող մեկ ժամ ընթացքում ծերտել, բայց համենայն դեպս այն որ տասնյակ առակներ կան ու Քրիստոս առակներով էր խոսում ու Քրիստոս առակներով էր իր պատգամը փոխանցում, երկու առումով, որպեսզի մի կողմից հեչ լինի հասկանանք, որովհետև կյանքին էր առնչում, եւ մյուս կողմից էլ նաեւ մի քիչ ավելի խորքն էր տանում, որովհետև առակը, ինչպես ասացինք, պարաբոլե է նշանակում, այսինքն երկու իրականություններ կան, մեկը մի կողմից, մեկը մյուս կողմից, եւ շատ կարեւոր է, որ այդ երկու իրականությունները մենք տեսնենք, հասկանանք, որ սրանք առակներ են, որ սրանք ինքը պատմեց, որպեսզի սրանցով դաս մեզ փոխանցի։ Ինչու եմ սա ասում, որովհետև այսօրվա աստվածաշնչային մասնագետները, որոնք հիմնականում բողոքականներ են եւ նաեւ ազդել են մյուսների վրա, կաթոլիկների եւ մեր ցավոք սրտի, նույնիսկ առակների մեջ փորձում են այլաբանություն, այսինքն խորքային միտք չտեսնել։ Ասում են այդտեղ խորքային միտք չկա, բայց ինքնին արդեն առակը խորքային միտք է, որովհետեւ ինքը նյութական միտքը, պարաբոլան, ինչպես որ նախորդ անգամ ասեցի, մի բան է, հոգեվորը մեկ այլ բան է, եւ սրա լավագույն օրինակ Սերմնացանի առակը, որ Քրիստոս այլաբանություն էր խոսում, ասում էր սերմը սա է, փուշը սա է, եւ այլն, Սերմնացանը ով է, եւ այստեղ փաստորեն ուզում եմ ի սկզբանե միանգամից հստակ ուղու վրա դնել, որ ուշադիր լինենք, թե ինչ մեկնություններ ենք լսում կամ կարդում, հիմա ավելի շատ լսում ենք, որովհետև ամեն մեկնություն Աստվածաշնչի մասին ճիշտ չի, եւ եկեղեցու հայրերը, սուրբ հայրերը դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ փոխանցել են մի բան, որ վերջերս 200 տարում մարդիկ իրանց եսի պատճառով փորձում են փոխել, մերժել, ասել, որ այդ ինչ որ եղել է 1600 տարում եւ այլն 1700 դա սխալ է, մենք ավելի ճիշտ գիտենք, իսկ սա ինքնին խոսում է մարդկային մեծ եսի մասին, եւ նաեւ ընդհանրապես մերժելու են ինչ որ եղել է մեր հիմքում, քրիստոնեության հիմքում, որն է ավետարանն ու եկեղեցին։ Իսկ այսօրվա նյութը ինքը միայն Ղուկասի ավետարանում է գրված։
Ընդհանրապես 4 ավետարաններից Ղուկաս ամենաշատ առակներն է պարունակում իր մեջ։ Մենք հիմա ծերտում ենք Մարկոսի ավետարանը, որը վստահ եմ ոմանք եթե հետևում են տեսնում ինչքան հստակ ու կոնկրետ է, կարճ կոնկրետ, ամերիկացու ասած to the point, կոնկրետ կետին։ Իսկ Ղուկասը ընդհակառակը յուրաքանչյուրը իր մոտեցումն ունի։ Ղուկասն էլ ավելի շատ առակներ է պարունակում եւ ավետարանն ինքնին սրանով է շատ հարուստ առակներով, որը որ մեզ բացատրում է թե ինչի մասին է խոսքը եւ ուզում եմ ուղղակի առակը ընթերցել, որպեսզի հասկանանք, հիշենք, վստահ եմ ինձ թվում է բոլորս էլ գիտենք, ընդամենը 7 համար է, կարճ առակ է, բայց շատ խորքային է ու փորձեմ հիմա ընթերցել ու հետո սկսենք կարդալ միասնաբար սերտել։ Ասում է Հիսուս պատասխանեց եւ ասաց. մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում եւ ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրավորեցին եւ կիսամերթ թողեցին ու գնացին։ Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնի, նրան տեսավ ու թողեց անցավ։ Նույնպես եւ մի ղևտացի նույն տեղով անցնելիս տեսավ եւ թողեց անցավ։ Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ եւ տեսնելով նրան գթած եւ մոտենալով կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի ածեց եւ դնելով նրան իր գրաստի վրա, տարավ մի իջևան եւ խնամեց նրան։ Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջևանատիրոջը 2 դահեկան հանեց տվեց եւ ասաց. խնամիր նրան եւ ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ։ Արդ ըստ քեզ այդ 3-ից որը մերձավորի պես վերաբերվեց նրան, որ ավազակների ձեռքն էր ընկել։ Եվ սա ասաց նա, ով նրան բարիք ողորմություն արեց։ Հիսուս նրան ասաց. գնա եւ դու նույն ձևով արա։ Ուրեմն այս հրաշալի առակն է, որը պարզ ու հստակ է մեզ համար, բայց երբ որ մանրամասների մեջ ընկնենք, պիտի տեսնենք, թե ինչքան ավելի խորն է, բայց ամեն ինչից առաջ, եթե կհիշեք, ես նախորդ անգամ էլ ընթերցեցի այդ 10 կետերը, որ ես դրել եմ իմ անձնական ոնց որ վերլուծության հետևանքով, շատ կարևոր են ու մանավանդ այստեղ ծիրը, կոնտեքստը։ Հիմա իբրև առակ ինքը հրաշալի առակ է ու կարող ենք հասկանալ, բայց եթե կոնտեքստը հասկանանք, լրիվ փոխվում է անկալումը, լրիվ լրջությունը շատ ավելի մեծանում է։ Ու այստեղ է գալիս, թե ինչի պատահական չի, օրինակ, որ ես սա ընտրեցի, որովհետև վստահ եմ, որ բոլորս էլ գիտենք, կամ եթե չէ, կուզեմ հիշեցնել ամենամեծ 2 պատվիրանները, որ Աստված տվեց, որոնք էին։ Սիրիր քո Տեր Աստծուն, չէ, եւ մեկ էլ սիրիր քո ընկերոջը։ Ուրեմն այս կոնտեքստի հետ է Բարի Սամարացու առակը կապված։ Այսինքն ամենակարևոր պատվիրանը եւ ոչ միայն պատվիրանը, այլ մարդու փրկության։ Որովհետեւ հիմա երբ որ կարդամ նախաբանը միջև առակի, ամեն ինչ པարզ կլինի, որ նախաբանը Ղուկաս 10:25-ից է, որ ասում է եւ ահա օրենականներից կամ օրենսգետներից մեկը վեր կացավ, փորձում էր նրան եւ ասում. Վարդապետ, ինչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Այսինքն գնում ենք առաջ, աղանդավորի պես չենք հանում մենակ առակը։ Գնացինք առաջ եւ օրինակ ինչ որ մեկը իրան բռնացնելու համար, օրենսգետներից մեկը, այո, որ հասկանանք ինչու է առակը Քրիստոս պատմեց։ Okay, ինչ հետարքիր մոտեցում է։ Եվ ահա ասում է օրինականներից մեկը վեր կացավ, փորձում էր նրան եւ ասում. Վարդապետ, ինչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Ամենակարևոր հարցն է մարդու կյանքում։ Եվ նա նրան ասաց. օրենքում ինչ է գրված, ինչպես ես ընթերցում։ Սա պատասխանեց եւ ասաց. պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զորությամբ եւ քո ամբողջ մտքով եւ պիտի սիրես քո ընկերոջը ինչպես քո անձը։ Եվ Հիսուս նրան ասաց. ճիշտ պատասխան տվեցիր, այդ արա եւ կփրկվես։ Եվ նա կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Հիսուսին. իսկ ով է իմ ընկերը կամ անգունարենով դրացին։ Ու այստեղ է որ Քրիստոս առակն է պատմում։ Ընկերոջ բառով, okay։ Բացատրելով թե ոչ միայն ով է իր ընկերը, այլ ընդհանրապես այս սիրո պատվիրանը ինչպես է արտահայտվում, կամ մարդու փրկությունը ինչպես է արտահայտվում, ինչ է լինում։ Ուրեմն, երբ որ դրա համար միշտ ասում եմ կոնտեքստն ենք հասկանում ենք շատ ավելին ենք տեսնում, քան ընդհանրապես կոնկրետ, ասենք, նախադասությունից սկսելը, ու այստեղ փաստորեն ինչ է դուրս է գալիս, որ ամբողջ Աստվածաշունչ Մատթեանը գոնե 5 տակարան ինչ որ մենք տեսնում ենք, Քրիստոս ասում էր, պարփակվում էր 2 պատվիրանի մեջ։
Եվ այդ երկու պատվիրանները 10 պատվիրանների մեջ չեն։ Երբեմն մարդիկ շփոթում են ու ասում են, հա, դե սրանք 10 պատվիրանի մեջ են, սիրիր քո Տեր Աստծունը 10 պատվիրանի մեջ է։ Չէ, սիրիր քո Տեր Աստծունը 10 պատվիրանի մեջ չի, գրված է Երկրորդում Նորինաց 6:5-ում։ Եվ որտեղ հստակ ասում է, ուզում եմ ընթերցել, որ քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ եւ քո ամբողջ ուժով։ Սա այն պատվիրաններ, որ Հիսուս մեջ բերեց։ Կամ այս օրենսգետը մեջ բերեց եւ Հիսուս վավերացրեց։ Երկրորդ պատվիրանը նույն գրքից չի, լրիվ ուրիշ գրքից է, լրիվ ուրիշ տեղից է, Ղևտացից 19:18։ Եվ սա էլ ասում է, պիտի սիրես քո ընկերոջ ինչպես ինքդ քեզ, քանզի ես եմ Տերը։ Ուրեմն փաստորեն ինչ է դուրս գալիս, որ Քրիստոս երկու տարբեր գրքերից, մեկը Երկրորդում Նորինաց, մեկը Ղևտացից, մեջ բերեց երկու տարբեր պատվիրան, իրար միացրեց ու ասեց մեկը մյուսի հետ է կապված։ Եվ երբ որ այս երիտասարդը, որը Առաջի անգամ Քրիստոսն է միացրել այդ պատվիրանները, որովհետև իրենք այս ընկալմամբ չէին մոտենում։ հերթականությամբ։ Այո, իրենք տարբեր էին ընկալում, չնայած որ օրինակ այս օրենսգետը գիտակցություն ուներ։ Ու դրա համար հետաքրքիր է, երբ որ օրենսգետը ճիշտ պատասխանեց, Քրիստոս իրեն ինչ ասեց, ճիշտ դատեցիր։ Եվ գիտեք, հունարեն բառը ճիշտի ինչ է։ Օրթո, օրթոդոքսիա։ Օրթոդոքս, վա։ Այսինքն այստեղ էլ շատ կարևոր է որ հասկանանք, որ դու ուղղափառ ճիշտ մտայնություն ունես։ Մտայնությունը ճիշտ է։ Հիմա այս մարդը, այս օրենսգետը ճիշտ մտայնություն ուներ, որը շատ քիչ է հանդիպում, բայց այստեղ նաև գալիս էր երկրորդ ու շատ կարևոր պարագան։ Արդյոք դա կիրառում ես։ Ունենալ մտայնություն մեկ այլ բան է, ճիշտ մտայնություն, օրթոդոքս լինելը շատ կարևոր է որ Քրիստոսի բառերն են, բայց արդյոք դու դա կիրառում ես։ Ու բացի դրանից շատ կարևոր հանգամանք կա։ Երբ որ ասում ես ընկեր կամ բարեկամ կամ դրացի, այս երեքն էլ կա այդ բառի մեջ։ Արդյոք երբ որ մենք ընկեր ենք փնտրում, մենք չենք ակնկալում դիմացինից միայն։ Ինքը իմ ընկերն է, ինքը ինձ կօգնի, ինքը ինձ իմ կողքին էր, ինքը միշտ դիմացինից ենք ասում ու դիմացինի քայլերով է որ մենք իրան ընկեր ենք ընտրում կամ ոչ, կամ բարեկամ։ Բայց Քրիստոս ասում է ոչ թե пассив դիրք գրավիր, որ մեկը քեզ մի լավ բան անի կամ մի վատ բան ու դրա համար դու իրան ընտրես իբրև ընկեր, այլ դու ինքդ քայլը կատարիր։ Եվ այդ շատ կարևոր է, դա լրիվ փոխում է ամբողջ մարդու։ Այսինքն չսպասենք, որ մարդիկ գան մեզ ասեն, ինչ լավն ես, մեզ օգնեն։ Երբեմն մարդկայինորեն ասում ենք, օ Երանի մեկը գար մեզ ձեռներս բռներ, ասեր մի բան, այս մի բանը քեզ կտամ, այս աշխատանքը կամ այս բանը, դες ինչքան հարուստ բարեկամներ ունենք, ծանոթներ ունենք, խավորը սա է։ Լրիվ հակառակ ընկալում է սա քրիստոնեության։ Քրիստոս ասում է դու ինքդ արա։ Եվ քանի որ դու անելու ես, քեզ ավելին է տրվելու, բայց երբ որ դու пассив քո տան մեջ նստած ես, մի ակնկալիր որ քեզ կլինի, որովհետև այն ինչ որ անում ես, դրա հետևանքն է, դրա արդյունքն է, որ դու ստանում ես։ Ուրեմն այս մարդը, որ փաստորեն եկավ Քրիստոսին փորձելու, սխալ ընկա, այսինքն փորձում էր։ Ինքը առիթ հանդիսացավ, որ Հայկը անին ու բոլոր մեզ լսողները ու ընդհանրապես ամբողջ քրիստոնյա աշխարհը ավետարանի միջոցով հասկանա թե ինչ է պետք անել, որպեսզի փրկվենք։ Եվ հետաքրքրորեն այսօրվա աղանդավորական մտայնությունն էլ ինքը չասեց հավատա եւ հավիտենական կյանքը կժառանգես։ Շատ հստակ է։ Կարար այդպես ասեր ու վերջացներ։ Չէ, ոչ թե հավատա, այլ սիրո պատվիրանը տվեց կամ վավերացրեց սիրո պատվիրանը եւ նաեւ առակն էլ պատմեց, որպեսզի հասկանանք թե սիրո պատվիրանը ինչպես պիտի ապրես։ Եվ սա շատ կարևոր է, այսինքն ինքնախաբեությամբ չզբաղվենք, որ ես փրկված եմ, ես որտեղ հավատում եմ։ Նույնիսկ հрьяաց սա հասկացա, որ սիրո մեջ է փրկությունը եւ սերը գործադրելու մեջ է փրկությունը։ Եվ դրա համար է, որ այստեղ միանգամից գալիս ենք առաջին նախադասությամբ, ընդհանրապես մեր եկեղեցու սրբերը նախադասություն առ նախադասություն են գնում առակների մեջ, ընդհանրապես Սուրբ Գրքի մեկնողության մեջ, եւ մենք էլ նույն կերպ պիտի փորձենք, որպեսզի ինչպես Սուրբ Հովան Ոսկեբերանն է ասում, հանկարծ մի ոսկի չմնա։ Մենք ոսկու հանքերը ասում ենք, երբ որ գնում ենք,
չենք ասում լավ, այսքան ոսկի կհավաքեմ, այնքանը կարևոր չի, փորձում ենք ամեն ինչ հավաքել։ Աստծո խոսքը ասում է անհամեմատ ավելի թանկ գանձ է, քան ոսկին։ Եվ դրա համար ասում է մատերի արանքով մակերեսային մի մոտեցեք Աստծո խոսքի, լավ, այսքան եւ վերջ, այլ փորձեք հնարավորինս ամեն ինչ վերցնել Աստծո խոսքից, որովհետեւ դա շատ ավելի օգտակար է մեզ լինելու, քան որևէ նյութական արժեք։ Եվ առաջին նախադասությունը հետեւյալն էր. Հիսուս պատասխանեց եւ ասաց. մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում եւ ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրավորեցին եւ կիսամերձ թողեցին ու գնացին։ Ուրեմն հստակ առաջի հանգամանքը հասկանում ենք, որ պարաբոլան, ինչպես որ ասացի, երկու մասից է, այո, դա իրականություն էր եւ հрьяան դա շատ լավ գիտեր, որ կատարվում է, որ ավազակները շատ էին այդ ճանապարհին, որ իրապես երբ որ գնում էիր մի տեղից մյուս տեղ, կարող էին հարձակվել, կարող էին թալանել, կարող էին կիսամերձ թողնել եւ նույնիսկ ոչ միայն Քրիստոսի ժամանակաշրջանում, այլ անգամ մինչեւ վերջի շրջանը, մինչեւ երևի 20-րդ դարի սկիզբը, որովհետեւ միշտ այս մասին խոսում եմ, հաճախ հայը երբ որ գնում էր ուխտի Երուսաղեմ, մանավանդ այս վերջի շրջանում, իրեն մահտեսի էր կոչում, մահը տեսած։ Երբեմն այդ մահտեսյան ազգանուն կա, մուղդեսյան ազգանուն կա, որ նույն իմաստն է, մի քիչ բաներն են փոխվել։ Այսինքն այնքան դժվար էր այդ ճանապարհը, որ մահը աչքներին գնում էին, վտանգավոր ճանապարհ էին գնում, բայց ուխտ էին արել, որ գնում էին Քրիստոսի մոտ։ Եվ մահը իրենց կամ մահվան վտանգը իրենց չէր խանգարելու, որ գնային սուրբ վայրերը այցելեին։ Ուրեմն սուրբ վայրերը, այս որ հիմա մենք ունենք ու 2000 տարի կան գոնե մեզ համար, իրենք իրապես վտանգավոր էին եւ իրապես ավազակները կային եւ իրապես այս խնդիրը լուրջ էր ու լսողը միանգամից հрьяան այս դեպքում, որին պատմում էր Քրիստոս, հասկանում էր ինչի մասին է խոսքը։ Բայց քանի որ Քրիստոսի ավետարանը միայն հрьяայի ու մենակ առաջի դարի մարդու համար չէր, այլ բոլորիս համար էր, դրա համար կա խորքային ընկալում, որ դրա համար մենք միշտ 2000 տարի հետո էլ երբ որ կարդում ենք, հասկանում ենք, որ սա ինձ է վերագրում, ոչ թե պատմության մեջ ինչ որ մի տարածքի ինչ որ մի մարդկանց։ Եվ ինչա սրա խորքայինը։ Եթե հիմա մի քիչ խորքայինը փորձենք հասկանալ, նույն տեքստը կարդալով լրիվ ուրիշ պատգամ է մեզ տրվում։ Այսօր 21-րդ դարի մարդուն ասում է Հիսուս պատասխանեց եւ ասաց. մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում եւ ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրավորեցին եւ կիսամերձ թողեցին ու գնացին։ Երուսաղեմից Երիքով իջնել։ Նախ տեղից ենք սկսում։ Բնականաբար սա ու մի մարդ, որի անունը չկա, ու այս մարդը բացարձակապես ոչ մի դեր չի խաղում։ Ինքը կարծես թե կենտրոնական կերպարն է առակի, բայց ինքը ոչ խոսում է, ոչ մի բան չի անում։ Ուղղակի հերոս է։ Ուղղակի անձ է, որը նկարագրում է մարդ անհատին։ Մարդ անհատին, Ադամին, Հայկին, Անին, որը որ աստիճանաբար անկում էր ապրում։ Վերևից Երուսաղեմից իջնում է Երիքով։ Իսկ Երիքովը Մեռյալ ծովի մոտ է, որը աշխարհի ամենացածր դիրքն է։ Այս դեպքում ծովի մակերեսից ցամաք առումով, ամենացածր ցամաքն է, Մեռյալ ծովը։ Եվ ավանդության համաձայն Սոդոմի ու Գոմորի այս պատիժը Մեռյալ ծովի տարածքում էր։ Դրա համար այս ծովը այդպես վատ վիճակում է։ Այսինքն շատ հստակ է մի բան, որ փաստորեն մարդ անհատը երկնքից դրախտից աստիճանաբար իջավ դժոխք։ Վերևից, որտեղ Երուսաղեմը միշտ Աստծո քաղաք է դիտվում, իսկ Երիքովը վատ քաղաք, ու դրա համար Երիքովը միշտ մեղսավորների քաղաք էր։ Գիշեք ինչպես էին Երիքովը փորձում գրավել, որ մեղավորներից պատերը քանդվեց եւ այլն։ Այսինքն ինքը միշտ դիտվել է իբրև հակառակ Երուսաղեմի, մեկը շատ ցածրադիր գոտի է, մեկը բարձրադիր գոտի է, լեռներից վերև է։ Եվ փաստորեն մարդը անկում է ապրում Երուսաղեմից դեպի Երիքով, եւ ինչքան ընկնում ես քո բարոյական հոգեվոր կյանքի մեջ, մեղքի մեջ ես մտնում, այնքան ավելի առիթ ես տալիս, որ ավազակները հարձակվեն քո վրա, եւ երբ որ հարձակվում են քո վրա, քեզ մերկացնում են, վիրավորում են եւ կիսամերձ թողում ու գնում են։ Հոգեվոր առումով ովքեր են ավազակները։ Դևերն ու մեղքերը։ Դրա համար միշտ մեր աղոթքների մեջ եկեղեցում ենք միշտ խնդրում ենք պաշտպանություն Տիրոջից, մեղքերից, դևերից, վատ մարդկանցից, եւ փաստորեն, երբ որ դու գնալով Աստծո ներկայությունից հեռանում ես եւ իջնում ես դեպի ներքև, դեպի Երիքով, դեպի դժոխք, դու առիթ ես տալիս, որ խոցելի ես դառնում
եւ ավազակները հարցակում են քո վրա։ Իսկ ավազակը ինչի է հարցակվում մարդու վրա։ Որ Ընդհանրապես վերցնի ինչը, թանկը, քեզ համար թանկը, որը այս դեպքում արժեքը։ հոգեվոր առումով ամենաթանկը հոգին է։ Yeah, կրկություն։ Որովհետև մենք հաճախ մեր արժեքները կարծում ենք մեր քսակներն են, մեր դրամապանակներն են, մեր փողերն են, մեր ոսկիներն են։ Չարը դրա կարիքը չունի, ոչ քո փողի, ոչ քո ոսկու։ Ինքը ունի քո ամենամեծ գանձի կարիքը, որ քո հոգին է, դրա համար էր Քրիստոս ասում, եթե ամբողջ աշխարհն էլ շահես, բայց հոգիդ կորցնես, ինչ օգուտ, որտեղ հոգիդ փաստորեն ամբողջ աշխարհից ավելի արժեք ունի։ Չարը շատ լավ գիտի, թե մարդու իրական արժեքը որտեղ է, ինչն է։ Եվ ինքը հարձակվում է մարդու վրա, որպեսզի թալանի ամենակարևորը, ամենաարժեքավորը, որը մարդու հոգին է։ Եվ որպեսզի կարողանա թալանել, պատահական չի, որ մանրամասներ է տալիս Քրիստոս այստեղ։ Առաջինը մերկացնում է։ Այսինքն, ինչ է նշանակում մերկացնել։ Մերկացնել շնորհներից, մերկացնել պաշտպանությունից։ Ու դրա համար ուշադրություն դարձրեք, երկու օրինակ բերեմ, երբ որ Ադամն ու Եվան, երբ որ մեղք գործեցին, հասկացան, որ մերկ են։ Այսինքն այդ մերկը բարոյական մերկությունն էր եւ Աստված իրենց համար կաշեպած գեստ հագցրեց։ Ավելին, երբ որ անառակ որդին, որը Աստծո կամոք նորից կխոսենք, որտեղ առակա, երբ որ գնաց ու արդեն այնքան էր վատացել իր վիճակը, որ խոզերին էր կերակրում, խոզերի կերակուր անգամ չէր կարողանում ինքը ուտել, եւ որ վերականգնվեց, վերադարձավ, ունեցավ այդ իմաստությունը, վերարկուն հայրը հագցրեց։ Այսինքն այդ մերկանալն ու հագցնելը շատ կարևոր իմաստ ունեն հոգեվոր առումով, մերկանում ես քո շնորհներից, քո մարդկային կերպարից, ու երբ որ մերկացնում են քեզ, պաշտպանությունից զրկում են, վիրավորում, խոցում են։ Եվ սա է շատ կարևոր, որ երբեմն գիտեք, մեզանից յուրաքանչյուրը, եթե երբեմն ինքնահայեցողությամբ, ինքն իրեն նայելով փորձել է վերլուծի իր հոգևոր կյանքը, երբ որ մեղքի մեջ ես, երբ որ կոնկրետ մեղք ես գործում, դու գիտես, որ դու ինքդ քեզ շատ ավելի անպաշտպան ես զգում։ Դու ինքդ քեզ ոնց որ իրապես այդ շնորհի զգեստը կորցրած ես զգում։ Եվ ինչ է լինում, այդ ժամանակ ավելի խոցելի ես։ Այսինքն հասկանանք մի բան, որ դու այդ զրահը, որ ունեիր, որ երեկ էլ կար, այսօր էլ կա, վաղն էլ կլինի, զրահ ես հագնում, որպեսզի քիչ խոցվի, նետից, գնդակից, փամփուշտից, այդ զրահից դու մերկացվել ես։ Հոգևոր զրահ էլ մենք ունենք, որը դրոշմով է մեզ տրվում։ Պետք է մենք խոսենք։ Եվ փաստորեն, երբ որ դու մերկացվում ես, դու սկսում ես խոցվել, ու խոցվում ես նախ եւ առաջ ոչ թե ֆիզիկապես, այլ հոգևորապես, հոգեպես, այդ խոցումը հոգեպես է կատարվում։ Եվ աշխարհը այսօր չարը անդադար իմ ու ձեր հոգին խոցում է։ Խոցում է մեղքով, խոցում է թշվառությամբ, խոցում է նաև անհուսությամբ, որ ամեն ինչ վատ է չի լինելու, անդադար վատ նորություններ, անդադար մարդ արդեն խելագարվում է, չգիտի ինչ անի, երբեմն իրեն արդեն պատրանքի աշխարհ դնում, ասում է ոչ ուզում եմ լսեմ, ոչ ուզում եմ խոսեմ, երբեմն այնքան է չարանում, որ սկսում է բոլորի հետ փոխվել։ Այդ է խոցվելը, բայց դրա հիմքում ինչն է, որ մենք ընկել ենք եւ մենք մերկացել ենք մեր զգեստներից, որը հոգևորն է։ Եվ երբ որ ընկնում ու մերկանում ես զգեստներից, կիսամեր թողում ու գնում է։ Կիսամեր հետաքրքիր նարեկացում պիտի ընթերցեմ, այսինքն ինքը քեզ ամբողջությամբ չէր կարող սպանել, որովհետև դու Աստծունն ես, բայց կիսամերն շատ չի տարբերվում մեր մեծ Սուրբն ասում է մահացածից, որովհետև էական քայլ չես կատարում։ Այնտեղ պարկած ընկած ես, որևէ քայլ այլևս դու չես կատարում, որի համար դու կոչված էիր անելու։ Եվ փաստորեն այս կիսամեր վիճակն է, որը մարդը հաճախ ունի ու չի գիտակցում, հոգևոր առումով։ Ու երբ որ մենք իբրև քրիստոնյաներ ոչինչ չենք անում Քրիստոսի համար, դիմացինի համար, ոչ թե հարազատի միայն, ինչպես որ Քրիստոս կասեր Փարիսեցին ու Մաքսավորն անում, այլ նաև դիմացինի համար, սիրո գործողություններ։ Մենք կիսամեր ընկած ենք եւ ամբողջությամբ կիսամեր մարդու վիճակը ինչ է, ամբողջությամբ կախված ես ուրիշից։ Ամբողջությամբ դու անգամ քո ձեռքն ու ոտը չես կարողանում այլևս շարժել եւ կախված ես ուրիշից։ Ու սա շատ կարեւոր է, որտեղ երբեմն մենք միշտ մեզ ուզում ենք շատ ուժեղ կարծել, այնքան ուժեղ ենք, որ մենք ամեն ինչ կանենք եւ այլն,
Բայց ավետարանը մեզ օգնում է հասկանալ, որ մարդը ամենակարող չի։ Հայ կարամ մի հատ հարց տամ։ Իհարկե։ Ձեր մտքի թելը չեմ ուզում կտրեմ։ Չնայած գիտեմ, որ ձեր երբեք չեմ կտրի ես։ Որտեղ ձեր հիշողությունը լավն է, վստահելով ձեզ։ Ուրեմն այդ հարցով, որ ասում եք մարդուն կիսամեր է թողնում, հետաքրքիր է, ինքը այնքան դաժան բան է, ոնց որ քո վրա չես վերցնում, բախում ես քո վրա վերցնես, որովհետև թուլություն է, քեզ կիսամեր թողել է, համարյա մեռած ես, հա, ոնց որ Նարեկն է ասում, ու մի տեսակ սենց իմ վրա չեմ ուզում վերցնեմ, ոնց որ ապստամբեմ, եւ հիշեցի ես վերջերս մի հատ շատ ցավով եմ հիշում երիտասարդի 15 տարեկան, գիտեք, խոսել ենք այդ երիտասարդի մասին, ով նարկոտիկների պատճառով overdose եղավ, մահացավ, տենց երիտասարդ, հայ երիտասարդ, ում հետ ես զրուցել եմ, տեսել եմ եւ ճանաչել եմ, ինքը եկավ իմ աչքի առաջ, շատ ծանր եմ տարել անկեղծ ասած, ու փաստորեն այդ նույն վիճակի մեջ, գիտեք, իմ մոտ նես տպավորություն էր, որ ես իրան չեմ կարող օգնեմ, անզոր եմ իրան օգնեմ, որտեղ ինքը համարյա ես զգում էի, որ ինքը հոգով, ինքը կենթանի նստած է, բայց հոգով ես զգում էի, որ ինքը կիսամեռ է։ Ու ես նենց էի ուզում օգնեի, բայց ցավոք սրտի չկարողացա ես այդ մարդուն օգնեի, երևի թե արդեն շատ ուշ էր, որտեղ մի քանի անգամ արդեն ինքը անցել էր այդ ճանապարհով, այս անգամ չհաղթահարեց, սենց ասեմ, հա, բացարձակ չէր լսում, կամ լսում էր, բայց չէր ընդունում, հա, սենց ասեմ, շատ եմ ցավում, հուսամ, չգիտեմ, այն հույսով, որ Աստված միգուցե լուսավորի իր հոգին ու չգիտեմ, ոչմ, ասածս այն է, ես հիմա շատ ծանր դեպք բերեցի օրինակ, մահացած կիսամեռ հոգու, հա, բայց ես ինձ այդտեղ ոնց որ չվերցրեցի իմ վրա, հարցս ինչումն է, ես այդ երեխուն մի անգամից հիշեցի, այ ինքն էր կիսամեռ հոգի, ու այսօր շատերիս մոտ կարա լինի բան, արդարացում, որ դե մենք չէ, կարող է այս երեխեն, ով որ կամ չգիտեմ, ով որ նարկաման է, ով որ մարդասպան է, իրանց մոտ է կիսամեռ վիճակ, չարի իրանց է մերկացրել, ես դրա մեջ չեմ մտնում, այ ես ուզում եմ հասկանամ, դուք մեզ ասեք, ես ոնց հասկանամ, որ ես կիսամեռ վիճակի մեջ եմ, բայց իմ վրա խաբար չկա։ Իրականում Անի ջան, հետաքրքիր է, որ առակը միջև վերջ գնանք, երևի ձեր հարցին կպատասխանենք, հա։ Բայց խորքի մեջ ամենալավ, ինչպես որ ասացի ձևը, որ ես ինքս ինձ մի հատ հարց տամ, Հայկ, ուրիշի համար իրանք չունեմ խոսելու, ես կիսամեռ վիճակս, թե չէ, տեսնում եմ, թե ինչքան, որտեղ մեռած մարդը չի շարժվում։ Ոչինչ չի անում, Աստծու համար ոչինչ չի անում։ Այստեղ է կարևորը։ Եթե մարդ ոչինչ չի անում, մենակ ինքն իր համար է ապրում, իր հաճույքները բավարարելու համար ապրում, իր, չգիտեմ, մեծ ամբիցիաները բավարարելու համար ապրում եւ դիմացին ինչի նկատում, չի տեսնում, այդ ընկածին հիմա գալու ենք հիմա քահանային ուղերձացում։ Այո, ընկածը կիսամեռը այս մարդն էր, որ չգիտենք ով է, բայց խորքի մեջ ոչ պակաս կիսամեռ էին քահանան ուղերձացին, որոնք որ եկան տեսան ու գնացին։ Այսինքն գործնական քայլ չկատարեցին, որովհետեւ եթե այսպես ենք ապրում, մենք երկնքի արքայությունը չենք շարժանգելու։ Իսկ հետո մենք տեսնելու ենք Քրիստոսի կերպարը, թե ինքը կոնկրետ ինչ քայլեր է անում, որից ես օրինակ վերցնեմ, կոնկրետ ասենք այդ երիտասարդին կամ ինձ կամ մյուսին օգնելու համար։ Հիմա ես կիսամեռ էի, որ չկարացա իրան օգնեմ։ Մի օր խոսել եմ, մի անգամ հետը կես ժամ խոսել եմ, ինչքան հնարավոր է փորձում էի, այն ինչ գիտեի։ Դե այն որ դուք գնացել եք, իրեն տեսել եք, դա արդեն քայլ է, իրեն խոսել եք, ձեր վկայությունը տվել եք, արդեն քայլ է։ Իսկ եթե ասեին Անի ջան, սենց մարդ կա ու դուք ասեիք, ես ժամանակ չունեմ, այս պահին ուրիշ գործով եմ զբաղված, այդ ժամանակ, այսինքն ղեֆտացու քահանայի նման թեքեիք ձեր երեսը, որովհետև չուզեցիք ընկնել այդ վիճակի մեջ, այդ ծանր է այդ վիճակը։ Այդ ժամանակ, այո, կլիներ կիսամեռ վիճակ, որ Անին իր հավատը գործի չվերածեց,
սերը ցույց չտվեց, ուղղակի պատճառաբանություն գտավ, պատրվակ գտավ, որ այդ մարդը չշփի, որովհետև հիմա երբ որ մի բա անդրադառնանք հիմա արդեն սամարացու կերպարին, ինքը նախ բարոյազրկված է, որովհետև մերկ է։ Իսկ մերկությունը բարոյազրկում է կոչվում, որը մենք նաև տեսանք, թե ինչպես արեցին Քրիստոսին։ Խաչելության դրվագը, որ սերտում ենք չորեքշաբթի օրը 3 օր առաջ։ Երբ որ մեկին մերկացնում ես, իրեն բարոյազրկում ես։ Այսօր էլ մեր հասարակությունը 2000 տարի հետո էլ նույնն է։ Երբ որ մեկին փողոցում բռնես ու ամբողջ մերկացնես իրան, լինի տղամարդ թե կին, իրան դու բարոյազրկում ես, իրան խայտառակում ես։ Այս մարդը նախ եւ առաջ խայտառակված է, հետո խոցված է, ծեծված է եւ նաեւ գետնին թողնված է, արունական վիճակ, ու սա իրապես շատ տհաճ վիճակ է, ու շատերս չենք ուզում դրա հետ։ Ու այսօր աշխարհն էլ դա չի խրախուսում, հակառակ ասում, հանկարծ չմոտենաս, հանկարծ չանես։ Ու նույնիսկ այսօր օրինակ ամերիկյան միջավայրի մեջ այն կա, որ եթե տեսնում ես մեկին խոցված ընկած, չմոտենաս։ Զանգի, որ մարդիկ կամ փողոցի մասին է խոսքս, ես իմ օրինակով չեմ չդրում շեղվել, բայց ասեմ ժամանակին որ Թանգայում էինք ապրում, մի տարիքով կին կար, կողքներս կաթոլիկ եկեղեցի կար, պատարագից իրենք մես են կոչվում։ Պատարագից դուրս գալուց հենց չգիտես ինչպես մեր շենքի դիմացը փոքրիկ, այսպես բորդուրիկ, բետոնը մի քիչ բարձր էր, խփելը շատ տարիք ուներ, շատ ձեռնափայտով կին էր, եւ ընկել էր ուղիղ քթի վրա եւ քիթը կոտրել էր ու ահա որ արուն էր գալիս։ Քանի որ շենքի պատասխանատուն է մենեջերը, մեկ էլ տեսնեմ դուրս արագ թակեցին տիկիններից մեկը, որ արի շենքի դեմը բան է կատարվում։ Վազելով գնացի, տեսնեմ այս կինը ուղղակի արունակամ է լինում, ուղղակի։ Եվ ինքը ոչինչ չի կարողանում, զարամյալ տատիկ էր։ Եվ զանգել էին, որ բժիշկները կան, բայց վստահաբար բժիշկները էլ չէին հասցնել, որովհետև ահա որ արունակամ էր լինում, այդ բան խառնված չգիտենք ինչ անենք, բերում ենք մի բան, մի մարդ եկավ եւ երևի մասնագետ էր, բռնեց այդ քթից ու պահեց։ Ամուր այս կինը ճաճ ցավից, բայց որ պահեց արունը կանգնացրեց։ Եվ միջև մի քանի րոպե հետո արդեն բժիշկներն եկան, շտապ օգնությունն եկան։ Այս կինը փրկվեց ու այդ բժիշկն ասեց ապրես, որտեվ եթե դու չպահեիր, շատ արուն էր կորցրել կինը, շատ արուն էր կորցրել։ Ասեց միգուցե, այո, մենք միգուցե չհասնեինք։ Այսինքն, բայց այսօրվա իրականությունը ինչա դուրս գալիս, որ մեզ չեն խրախուսում, մի մոտեցեք։ Դե դա ասում են մի կպի, չի կարելի, կարողա վնասես։ Իսկ քրիստոնեությունը բնականաբար մարդ եթե գիտակից է հասկանում է ինչին կպնի, ինչին չկպնի, բայց քրիստոնեությունը ընդհակառակ ասում անկածին հասի, անկածին օգնի։ Եվ այստեղ գալիս է ու Քրիստոս ինչ օրինակն է բերում, որ գալիս են ամենաբարձր, ամենահարգանք վայելող մարդիկ հասարակության մեջ, որոնք քահանան ու ղևտացին են։ Նախ քահանան մեկն է, ով Աստծուն ամենամոտն է, մեկն է, ով Աստծուն զոհամատուցում, ով Աստծո խոսքն է ուսուցանում, ով փորձում է մարդկանց Աստծո ճանապարհով տանել, այսինքն ինքը պիտի իմանա, պիտի ապրի, որ նաև դիմացինին օրինակ հանդիսանա, իսկ ղևտացին էլ տաճարի սպասավորն է, օծյալ չի, բայց տաճարի սպասավորն է, որը որ նորից Աստծո ներկայության, Աստծո տան սպասավոր է, եւ երկուսն էլ փաստորեն Աստծուն ամենամոտ մարդիկ պիտի լինեն։ Եվ երկուսն էլ փաստորեն այդ ճանապարհով են անցնում, ասում է, որը կարելի է կոչել կյանքի ճանապարհ, ու իրենցից միանգամից պիտի ակնկալես, որովհետև իրենք Աստծուն լավ են ճանաչում, օգնություն, մարդասիրություն։ Եվ ասում է պատահեց, որ քահանան նույն ճանապարհով իջնի, նրան տեսավ եւ թողեց անցավ։ Նույնպես եւ մի ղևտացի նույն տեղով անցնելիս տեսավ եւ թողեց անցավ։ Ցավոք սրտի թարգմանությունը մի քիչ շեղված է, հունարեն բնագիրը ոչ թե թողեց ու անցավ, այլ փողոցի մյուս կողմն անցավ։ Այսինքն լրիվ շեղեց իր ճանապարհը։ Սա լրիվ ուրիշ բան ասում է։ Այսինքն հաճախ, երբ որ իրապես խնդիրներ ենք տեսնում, մենք ոչ թե գլուխներս ենք թեքում, այլ լրիվ ուրիշ կողմ ենք գնում, որ լրիվ քո հետ կապ չունեմ, առնչություն չունեմ։ Ու ինչու էր սա ինքը ասում, որ խփելով հրեական ընկալման, որ այսօր մեր մեջ կա, որ մենք շատ հաճախ դրա վրա ենք, ու ինքը պաշտոնյա է, ինքը մեծահարուստ է, ինքը զտարյուն հայ է,
Էսա, եթե մեկը վատ մարդ է, ուրեմն կամ իր արյան մեջ թուրքի արուն կա, կամ ինքը էսա, կամ ինքը լրիվ նյութականի վրա գնացած մարդիկ ենք։ Եվ հերեն Բարոյական լրիվ էս նորմերը նյութականի վերագրում վրա եք է գնում։ նյութականին, հա։ Արուն, ամեն ինչ արուն է։ Այս մարդը արունակցական կապ ուներ, բայց ոչինչ չարեցին, նույնիսկ այն մարդիկ, որոնք որ կոչված էին անելու։ Ինչու՞, որովհետև ուզում եմ կոնտեքստը հիշեցնեմ։ Սեր չուներ։ Սեր չկար։ Ամբողջ կոնտեքստը սիրո մեջ Իրանք է։ ցեղից էին քահանան Այո, եւ նկտացին։ այո։ Вообще ինչի եմ հարցնում, որովհետեւ եվրեյները եթե իրանց ազգից չեղավ, կարան շովինիստություն անեն, չօգնեն, բայց փաստորեն այս դեպքում հենց իրանց ցեղից են եղել։ Հենց սա է, եւ հիմա փաստորեն ամենակարևոր բարձր երկու պաշտոնյաները, որոնք որ պիտի անեին եւ օգնեին, որ չարեցին, եկավ Սամարացին, որը համարվում է պիղծ հրյա։ Պիղծ։ Եվ այս ինչու է պիղծ, որ Ինչի են ասում պիղծ։ ինքը ոչ միայն պիղծ, այլ նաեւ դավաճան է, որովհետեւ իրենք Աստծո ճշմարիտ հավատը խառնեցին հեթանոսության հետ Սամարիայում, որովհետև հեթանոսների հետ ամուսնացան եւ այլն, եւ բացի դրանից, որ Աստծո հավատը ոնց որ խառնեցին, մաքուր չեն, այլ իրանց հետ նաեւ հեթանոսների հետ տալ առնելով նաեւ ազգայինը կորցրեցին, ու դրա համար սամարացիներին անգամ չէին թույլ տալիս, որ տաճարում աղոթեն։ Դրա համար, եթե կհիշեք Հովանու 4-ի մեջ, երբ որ Սամարացի կինն ու Քրիստոս խոսում են իրար հետ, Սամարացի կինն ասում է՝ մի հարց տամ, դու հրյա ես երևում, որտեղ պետք է Աստծուն աղոթենք, ձեր տաճարում, թե այս լեռան վրա։ Սամարացիները առանձին իրանց լեռն ունեն, որ Գերիզիմ է կոչվում, եւ այնտեղ էին իրենք աղոթում։ Մի լրիվ կտրված վիճակ էր։ Բայց հրյա են ազգությամբ։ Բայց հրյային, որը հրյաները զտարյուն հրյաները իրենց չեն ընդունում։ Այսօրվա նույն վիճակն է, զտարյուն հայեմ, սա չէ։ Կամ չգիտեմ, ես ինչ տարածքից եմ, մեկ ուրիշ տարածքից։ Մեր տարածքի մարդիկ խելացի են, շնորհալի են, ձեր տարածքի մարդիկ վատն են։ Եվ այս վիճակը ոնց որ Ղարաբաղցի ես, թուրքերի հետ ես ապրեք, ես չենք սիրում։ Այս վիճակն է, որը ցավոք սրտի կա ու գալիս է Սամարացին, որը որ պիտի լինի ամենավատ կերպար, եւ ասում է մի Սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ եւ տեսնելով նրան գթաց, ողորմեց։ Այդ ողորմություն բառը ամենակարևոր բառն է մարդու կյանքում, որը եբրայերեն խեսեդ է կոչվում։ Խեսեդ նաեւ ոչ միայն ողորմություն է կոչվում, այլ սեր։ Երկու իմաստ ունի։ Եվ իրական սերը մարդու հանդեպ ողորմություն, այսինքն ընկած մարդու հանդեպ սեր ու ողորմություն ցույց տալով է։ Չնայած որ ամենակիչը Իրանից պիտի սպասվեր դա, որովհետև սա համարվում էր վատ մարդ, ու ոմանք նույնիսկ չէին ձեռնվի, որ չպղծվեն այս մարդու հետ, մաքուր ճակերտավոր հрьяաները, բայց այս մարդը այն մարդն է, որ երբ որ տեսավ ոչ թե ճանապարհը շեղեց ու գնաց քահանայի եւ ղևտացու նման, այլ մոտեցավ ու գթաց։ Եվ սա է, ու այստեղ արդեն գալիս է Սամարացու կերպարը, որը հայրերը հստակ տեսնում են Քրիստոսի անձի մեջ։ Իսկ ղևտացին ու քահանան նաև տեսնում են հին ուխտի մեջ, հին մովսիսական օրենք եւ նաև մարգարեական, այսինքն հին օրենքը, որը որ կոչված էր օգնելու անկում ապրող մարդուն, որ երկնքից իջնում է աստիճանաբար դեպի ավելի վատ տարածք դժոխք, չկարողացավ օգնել, կոչված էր օգնելու, չկարողացավ, որովհետեւ Մոսեսի օրենքն էլ, մարգարեներն էլ, հա, փորձեցին, որովհետև սեր չկար, գործնական ողորմություն չկար։ Իսկ դրա համար է Քրիստոս գալիս ու այդ մեծագույն պատվիրանը նաև ինչ էր, ձեզ նոր պատվիրան եմ տալիս, ասում էր Հովանու ավետարանը, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Այն ինչպես ես ձեզ սիրեցին, այս բարի Սամարացու առակն է, որը մեզ ցույց է տալիս։ Եվ այստեղ ինչպես է, որ ինքն էլ վերևից իջավ։ Սամարացին վերևից իջավ, որտեղ ինքը երկնքում էր, եւ ինքը մարդ դարձավ, մեր մեջ իջավ, չընդունվեց, իրան ասեցին Սամարացու կերպարը Քրիստոսն է։ Այո։ Որ վերևից իջավ եւ հрьяաները նորից իրան չընդունեցին, կհիշեք ամեն անգամ սա ինքն էլ ասում են սա Գալիլեայից է, իսկ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս, հա։ Այսինքն նորից ինքը չընդունվեց իբրև իրական հрьяան, որտեվ Գալիլեայից էր ու նույնիսկ կհիշեք մենք վերջերս էինք սերտում
իրենց խոսակցականն էլ տարբեր էր, որովհետև երբ որ Պետրոսը խոսեց եւ ուրացավ Քրիստոսին, ասելով ես իրեն չեմ ճանաչում, կողքիներն ասեցին, չէ, դու էլ ես Գալիլեայից, խոսքիցդ էլ է զգացվում, այսինքն ակցենտ ունես։ Իրանց ակցենտով ես խոսում, հա։ Նորից Գալիլեայից էլ, ճիշտ է, սամարացի չէին, գալիլեացի են, բայց էլի երուսաղեմցիների նման բարձր դիրքի մեջ չէին։ Ուրեմն այս տարբեր դիրքերը ու այստեղ գալիս է Քրիստոս, որ ինքը ամբողջությամբ չընդունվեց անգամ հրեաների կողմից, որտեղ իրեն միշտ գալիլեացի տեսան։ Բայց եւ այնպես Քրիստոս մեկն է, որ երկնքից իջավ, ու սա մենք հրաշալիորեն ընթերցում ենք։ Կամ հիմա էլ ասում են Ջհուդա։ Այո, սա էլ լրիվ ուրիշ բան, որ լրիվ անհասկանալի է, առանց հասկանալու ինչ են խոսում, որտեղ ոչ ավետարան գիտեն, ոչ եկեղեցու ուսմուն գիտեն։ Փիլիպեցիս 2-ն է հրաշալի, որ ասում Աստծուն հավասար լինելը ինքը գայթակղություն չհամարեց, այլ իր անձը խոնարհեցրեց, ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ այնքան հնազանդվեց միջև խաչի իսկ մահվան վրա, որպեսզի մեզ բարձրացնի։ Այսինքն սա էր Քրիստոս, այդ Աստծո հավասար լինելը իջացրեց եւ եկավ մեղքերի մեջ պապակվող կիսամեռ մարդու համար, որը ինքնին արդեն անելիք չունի ու սպասում է, չի կարող անել, սպասում է դիմացինի օգնության, օգնող ձեռքի, ու այդ օգնող ձեռքը այլ ձեռք չի, եթե ոչ Քրիստոսի ձեռքն է։ Եվ այստեղ նաև հետո պիտի խոսենք, որ այդ Քրիստոսի ձեռքը կոչված ենք մենք լինել, որովհետև Քրիստոսի ձեռք եթե չես, ուրեմն դավաճանել ես քո խորքային քո կոչումը, քո քրիստոնյայի կոչումը։ Իսկ ինչ է անում սամարացին։ Սամարացին մոտենում է, ասում է, եւ մոտենալով կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի ածեց եւ դնելով նրան իր գրաստի վրա տարավ մի իջևան եւ խնամեց նրան։ Առաջինը կապելն է, որովհետեւ նախ եւ առաջ այդ խոցումը, այդ արունահոսությունը, ինչպես որ իմ օրինակով տեսա այդ կնոջ պարագան, պիտի կապես, որ թույլ չտաս ավելես, որ ավելի վատանա մարդը։ Ու Քրիստոս առաջի հերթին եկավ մեզ կապելու մեր վերքերը։ Ավելին, հետաքրքրորեն մենք Եսայի մարգարեության մեջ կարդում ենք, թե ինչպես իր վերքերով մենք բժշկվեցինք։ Այսինքն Քրիստոսի վերքերը, Քրիստոս մարդու խոցված մարդու վերքերը իր վրա վերցրեց, որպեսզի մեզ բժշկի իր իսկ վերքերով։ Եվ երկու բան է ինքը օգտագործում։ Ֆիզիկական առումով հրեան շատ լավ հասկանում է ինչ է, ձեթ եւ գինի, որովհետեւ ձեթը փափկացնում է վերքերը, իսկ գինին ախտազեցում է եւ դրանով փաստորեն սկսում է հոգ տանել։ Բայց հոգեվոր առումով քրիստոնյայի համար այսօր մենք գիտենք, թե ինչ է նշանակում ձեթն ու գինին։ Ձեթը սուրբ դրոշմն է, մյուրոնն է, իսկ գինին սուրբ հաղորդության գինին է, որ արյուն ենք կոչում Քրիստոսի, այսինքն մկրտություն եւ հաղորդություն։ Այս Քրիստոս նախ եւ առաջ, երբ որ կապեց, բժշկեց այս անձին, որ անուն չունի, դարձեց քրիստոնյա, դարձրեց իրենը, որտեղ հոգ տարավ։ Եվ հետաքրքրորեն այջան յուրահատուկ մի բան է կատարվում, այդ արտաքին օգնությունը, որ Քրիստոս կատարվեց, դառնում է ներքին օգնություն։ Ինչպես։ Երբ որ մենք Քրիստոսին ընդունում ենք, դառնում ենք քրիստոնյա, մկրտվում ենք ջրով ու հոգով։ Եվ նաև սկսում ենք իր սուրբ մարմինն ու արյունը ճաշակել, մենք թույլ ենք տալիս, որ արտաքին օգնող ձեռքը Քրիստոսի դառնա ներքին, քո Տերն ու Աստվածը։ Փաստորեն հենց սա է կատարվում այս մարդու մոտ, բայց սրանով էլ ինքը չի բավարարվում։ Դնում է գրաստի վրա, որ կենդանին է, բայց ընդհանրապես գրաստ նաև նա է, որ մի բան իր վրա տանում է։ Հաճախ հայրերը այդ գրաստը տեսնում են խաչը։ Եվ երբեմն նաև նույնիսկ իր մարմինը, որ ինքը իր մարմնով իբրև գառնուկ տարավ աշխարհի մեղքը ու մորթվեց դրա համար։ Եվ տանում է ոչ այլտեղ, եթե ոչ իջևանատուն, որը որ մենք կոչում ենք եկեղեցին։ Որովհետև Քրիստոսի ամբողջ աշխարհ գալու իմաստը վիրավոր, չարից խոցված մարդուն բուժելն էր, եւ այդ բժշկությունը ժամանակ է տևում, ինքը սկիզբը դրեց, բայց դրա համար հիմնեց եկեղեցին, որ Մատթեոս 16-ի մեջ ընթերցում ենք, որի ասում է չպիտի դժողքի դռներն ավերեն եկեղեցին, եւ դրանով հանդերձ ինքն էլ այնտեղ մարդ ունի եկեղեցում, որին որ ինքը հանձնում է այս խոցվածին, այս դեռևս ոչ մի բան չասողին, այո, քրիստոնյա մարդուն։
Եվ հետաքրքիր է, որ երբ որ տարավ եկեղեցի, սկզբից ինքը խնամեց։ Եվ հետո ասում է հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, Իջևանատիրոջը 2 դահեկան հանեց տվեց եւ ասաց. խնամիր նրան եւ ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ։ Արդեն Քրիստոս գնաց ու մենք գիտենք որ պիտի գնա, բայց հենց այնպես չգնաց ու առանց որևէ բան թողնելու, թողեց եկեղեցին, թողեց իր մարմինը, ինչպես որ Սուրբ Գիրքը պիտի ասի, եկեղեցին իր ճշմարիտ մարմինն է։ Եվ այդ ճշմարիտ մարմինը ունի պատասխանատու, որոնք սկսեցին առաքյալներից իսկ լինել։ Եվ առաքյալներն էլ ձեռնադրեցին հոգևորականներին, 3 աստիճան կար։ Մենք Սուրբ Գիրքում ընթերցում ենք եպիսկոպոս, երեց եւ սարկավակ։ Եվ այս մարդկանց տվեց այդ պատվերը, պատվիրանը, որ խնամեք քրիստոնյաներին, բայց հետաքրքրորեն ոչ միայն պատվիրան տվեց, այլ նաև միջոցը տվեց։ 2 դահեկանը, որովհետև այդ հեշտ է ասել տիրություն արեք ես կգամ, բայց ոչ միայն խոսքով, այլ նաև գործով տվեց։ Եվ հայրերիդ մեծ մասը այդ 2 դահեկանը տեսնում են հին ու նոր կտակարանները, որը որ Քրիստոս բերեց եկեղեցուն տվեց ու ասեց խնամեք իմ հավատացյալին իմ խոսքով, որ շատ կարևոր է։ Եվ դրա համար հաճախ երբ որ նորից անդադար ես տարիներ շարունակ ասում եմ, որ եկեղեցին պարտադիր պիտի Սուրբ գրային սերտողություններ կատարի, որովհետև սրան է կոչված, սա է պատվերը, խնամեք, այս 2 դահեկանը օգտագործեք, բայց նաև շարունակում է, եթե ինչ որ բան էլ քեզանից ծախսես, ես դա էլ կհատուցեմ, որ մենակ իրենով չէ, մի բան էլ դու տուր, ու դրա համար այստեղ մեկ այլ առակ պիտի հիշենք, որ Քրիստոս օրինակ տաղանդ տվեց, բայց այդ մեկը 2 դարձրեցին, կամ 2-ը 5 կամ 5-ը 10, այսինքն կոչված ենք մենք էլ օգտվելով իր տված շնորհներից մի բան էլ մենք ավելացնենք, եւ սրանա կոչված այս դեպքում եկեղեցու ղեկավարը ու նաև մեզանից յուրաքանչյուրը, որովհետև յուրաքանչյուրիս տունն էլ եկեղեցի է։ Եվ մենք էլ կոչված ենք մեր չափով, մեր շրջապատում այդ հոգացությունը տանել։ Եվ այստեղ նաև այդ խոստումը կա։ Տիրոջ այս դեպքում Սամարացու, որ ես մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ։ Եվ սա բնականաբար արդեն երեխային էլ շատ հստակ է, որ խոսում է երկրորդ գալուստի մասին ու արդեն ինքը երկրորդ գալուստ երբ որ կատարեց, ինձ կտեսնի, ես կատարեցի իմ թողած ինձ իմ պարտականությունը, թե չէ։ Ուստ այդմ ինքը կհատուցի ինձ։ Սո փաստորեն ինչ է դուրս գալիս, որ բարի Սամարացու առակը այս մի քանի նախադասության մեջ ամբողջ մարդու պատմությունն էր։ Ադամից սկսած մինչև Քրիստոս ու նաև երկրորդ գալուստը։ Բայց նայեք, դուք ասում եք մարդու պատմություններ, չէ՞։ Բայց եթե շատ չգիտես Աստծո խոսքը, դու կարդում ես եւ տեսնում ես, որ այդտեղ քահանաներ, այսինքն եկեղեցու ներսի աշխատողներ, ներողություն, օծյալներ, մյուսն եկեղեցու ներսի աշխատողներ, այսինքն սա իմ մասին չի, ես աշխարհիկ եմ, այս առակը հոգևորականների մասին է, ես ինչի՞ պիտի սա իմ վրա վերցնեմ, այ մի հատ էս։ Բա Սամարացին։ Սամարացին նոր աշխարհիկներ։ Okay։ Սամարացին աշխարհիկներ ու ինքը փաստորեն այս առակով աշխարհիկներին ասում է ոնց վարվեք, այսինքն ինձ որպես աշխարհիկ չի հերիք չի ասում է որ ես Իջևանատանը ապրեմ, այսինքն եկեղեցի միշտ գնամ։ Հերիք չի ասում որ բերես էլ տիրություն արա, բա քահանան չպիտի տիրություն անի, ես պիտի տիրություն անեմ։ Հիմա տեսեք, փաստորեն հին քահանայությունը փոխվում է նոր քահանայությամբ եւ այդպես էլ եղավ։ Հին քահանայությունը, որ հրեական քահանան ու ղևտացին էին, իրենք իրենց չարդարացրեցին Աստծո ծրագրի մեջ։ Եվ իրենք փոխվեցին արդեն նորով, որը որ կոչեց կոնկրետ, ասենք, տանը կամ հյուրատանը ապրող արդեն պատասխանատուն։ Բայց նույն պատվերը նորին է տալիս։ Հինը չարդարացրեց, նորին տվեց։ Մենք դարձանք քահանա, որտեղ բողոքականները շատ են ասում։ Մենք չդարձանք, որովհետև հատուկ Սուրբ Գիրքը ասում է, մարդիկ օծվում էին, որ դառնային քահանա, եպիսկոպոս եւ սարկավակ։ Բոլորը չէին եպիսկոպոս, քահանա, սա հստակ ու պարզ է։ Եվ դրա համար նույնիսկ պատվիրանները կան, թե եպիսկոպոսը ինչպես պիտի ապրի, ինչպես պիտի ուսուցանի, սարկավակը ինչ պիտի անի, այլապես եթե, ու սա շատ հստակ է,
Իսկ ինչու Մարտին Լյութերի հետևորդները սա արեցին, որպեսզի քահանայությունը մերժեն, բայց քահանայությունը փաստված է անգամ Սուրբ Գրքով ու պատմությամբ եկեղեցու, Քրիստոսի եկեղեցու կյանքով։ Ուրիշ բան է, որ այդ քահանան ապրում կամ չի ապրում, այն ինչ որ ինքը կոչված է անելու։ Հին քահանաները չապրեցին, ավելին, հին քահանաները ոչ միայն չապրեցին, այլ իրենք լույսի տիրոջը Քրիստոսին խաչեցին, ինչպես Սուրբ Պողոս առաքյալն ասում, ամեն ինչ արեցին, որ Քրիստոս հեռանա։ Հիմա նոր քահանայություն կա, ու նույն պատվիրանը արդեն գալիս է նոր քահանայությունը։ Տիրություն արեք, հոգ տարեք իմ հոտին, ինչպես որ Պետրոս առաքյալը պիտի ասի իր թղթում, եւ օգտագործեցեք երկու դահեկանը։ Ավելին, հետաքրքրորեն Օգոստինոս Երանելին, որ Պաստորեն դա ոչ միայն քահանաներին է ասում, այլ նաև ինձ էլ է ասում։ Որովհետև այդ մարդը, որ հարցը տալիս էր, հիմա գալու ենք վերջաբանին, այդ մարդը հարցնում էր իր համար, ես ինչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Ես չեմ, սա բոլորիս մասին է։ Ես Հայկը ինչ անի, որ հավիտենական կյանքը ժառանգի։ Եվ հավիտենական կյանքի ժառանգելը ցույց տվեց Սամարացու օրինակով, որը յուրաքանչյուրս կարող ենք լինել, որտեղ յուրաքանչյուրս կոչված ենք քրիստոնյա լինելու։ Եվ յուրաքանչյուրս կոչված ենք մեր բաժինը բերելու։ Եվ հետաքրքրուն հիմա գալով ձեր հարցին, երիտասարդի երեխայի համար, պատանու համար, մենք կոչված էինք այս մարդուն տանել դեպի Քրիստոս, Քրիստոսի ձեռքը լինել, դնել գրաստի վրա եւ տանել դեպի Քրիստոս, որտեղ ինքը կսնվի ապահով վայր կլինի ու կսնվի նաեւ Աստծո խոսքով, որտեղ հյուրանոցը ինքնին կամ այստեղ այս կոնտեքստի մեջ ապահով վայր է։ Վայրը, որտեղ քամի չկա, որտեղ ապահովված ես ցրտից, որտեղ ապահովված ես տապից, որտեղ կա անկողին, որտեղ կա ուտելիք։ Եվ մեզանից յուրաքանչյուրը պիտի լինի եկեղեցում, որը իրապես դրա համար հետո նույն Պետրոս առաքյալը մեկ այլ տեղ պիտի ասեր եկեղեցին նմանեցներ Նոյան տապանին։ Այդ ապահովությունը, այդ անվտանգությունը, այդ նաև սնունդը, այդ հանգստությունը այնտեղ է։ Եվ պատահական չի, որ Քրիստոս դա արեց։ Ցույց տալով, որ այստեղ եմ ձեզ տանում, այդ ապահով վայրն եմ տանում։ Եվ մեզանից յուրաքանչյուրն էլ, երբ որ տեսնում է իր հարազատին, սկսած մեր հարազատներից, տանենք, չփախնենք եկեղեցուց։ Մենակ չգնանք տեսակցությունների ժամանակ։ Ես այնքան ցավ եմ ապրում, վերջերս էլ շատ ամեն օր մի քանի տեսակցություն կա եկեղեցում, ու եկեղեցին այնքան շատ է, փարքինգի տեղ էլ չկա։ Օրինակ, նախորդ անգամ մեր դասին ընդհանրապես չկար, ոմանք էլ դու իմացա եկել դու գնացել էին տուն, չէին կարողացել սուրբգային սերտողության մասնակցել։ Շատ են, բայց այդ մարդիկ ընդհանրապես տեսակցություններին են լինում եկեղեցում, են էլ երբեմն գալիս են, բայց վերջի պահին մեկա ձեռնվում են կամ բան են անում, որ ցույց տա մենք էլ եկանք, բայց իրանք եկեղեցու մաս չեն դառնում։ So այստեղ է, որ չխուսափենք մաս դարձնել։ Ես չխուսափեմ իմ զավակին եկեղեցի տանելուց եւ սնունդը տալուց։ Եկեղեցին էլ կոչված է սնունդը տա։ Չլինի հին քահանայի ուղևտացու նման, այլ իրապես սնունդը տա։ Ու դրա համար, երբ որ վերջացնում էր Քրիստոս, հիմա կապելով հինը, ասում էր. «Արդ ըստ քեզ այդ երեքից որը մերձավորի պես վերաբերվեց նրան, ով ավազակների ձեռքն էր ընկել», եւ սա փաստորեն հստակ է գործնականում, ով օգնեց։ Ոչ թե խոսքերով, ոչ թե ճառերով, ոչ թե գեղեցիկ ինչ-որ դասընթացներով, այլ գործնականում Հայկ, ով օգնեց։ Եվ սա նաև ինձ է վերաբերում։ Եվ պատասխանը այս օրենսգետի ճիշտ էր։ Եվ սա ասաց նա, ով նրան բարիք արեց։ Թարգմանությունը նորից ճիշտ չի, նա ով նրան ողորմեց։ Ճիշտ բառը սա է։ Ու չի էլ ասում Սամարացին, չէ՞, որ։ Այո։ Եվ Հիսուս նրան ասաց. «Գնա եւ դու նույն ձևով արա»։ Եվ փաստորեն ինչ է դուրս գալիս, որ ամբողջ իմաստը քրիստոնյայի կյանքի դիմացինին ողորմելն ու բարիք անելն է։ Եվ եթե օրինակը տեսար, Քրիստոս իր օրինակով դա ցույց տվեց, ինքը եկավ աշխարհ, բոլորին ողորմեց ու բարիք արեց։ Գնա եւ նույն ձևով արա։ Որովհետեւ մեր կյանքում օրվա մեջ մենք չենք տեսնում լիքը հայերին ամանավանդ Գլենդենում, ովքեր տենց ծեծված, ջարդված գետնի վրա պարկած են, որ մենք էլ գնանք մի հատ էլ իրանց ողորմենք։ Մեր 21-րդ դար, որ դուք բերեք,
ոնց կպատկերացնեք, որտեղ շատ անգամ մարդկանց թվում է պիտի ծայրահեղ սոված լինի, ծայրահեղ ծեծված լինի կամ ընկած լինի ինչ որ գետնի վրա, որ դու նոր իրան գնաս ողորմես, չէ՞։ Տենց բան կա, որտեղ այսօր հազվադեպ կտեսնես ինչ որ մեկ, ասենք դուք այդ մի անգամը տեսաք, որ այդ խեղճ տատիկը ընկել էր, բայց մեզ ինչ է պարգև Աստված մեզանից ինչ է ակնկալում, հա, ինքը մեզ ինչ Անջան, է։ խոսքի սկզբում ասացի, որ երբ որ ընկավ նախ երիքով իջավ, ինչ արեցին, հարցակվեցին, մերկացրեցին, խոցեցին, կիսամերթ թողեցին ու գնացին եւ հստակ ասեցին, որ սա նախ եւ առաջ հոգեվոր է։ Հոգևոր, հա, Նախ այլ եւ ոնց առաջ իմանաս, որ այսօր այդ մեր մարդը հոգևոր։ հասարակությունը, մեզանից յուրաքանչյուրը, դուք տեսնում եք, բավական ժողովուրդ է գալիս եւ եկեղեցի եւ դասերին բոլորս, եթե անկեղծ ենք ու գիտեք, որ այնտեղ նաեւ մթնոլորտը փառք Աստծո լավ է, բոլորս խնդիրներ ունենք, բոլորս խոցված ենք։ Բոլորս ենք խոցված։ Եվ խոցվածը միայն մարմնականը չի, մարմնական խոցերը հաճախ այդ վերքերը, որ ընկնում ես կամ թրի խոցածը կամ չգիտեմ, ճակերտավոր եմ ասում։ Դրանք ժամանակի ընթացքում բուժվում են։ Բայց հոգևոր այդ հարվածները հաճախ միջև ամբողջ կյանքիդ վերջ է մնում։ Ու մանավանդ որ չարը միշտ այդ վերքդ քո հոգևոր ու մտավոր անդադար ինքը միշտ խառնում է, որ երբեք չփակվի։ Միշտ հիշեցնում է, օրինակ, եթե մեկի հանդեպ խնդիր ունես, չես կարողանում ներես, անդադար հիշում ես այդ, որ ինքը էս արեց քեզ, ու անդադար թարմանում է այդ խնդիրը։ Եվ դրա համար այստեղ ամբողջ խնդիրը Քրիստոսի ոչ թե նյութականն էր, ինքը նյութականը ցույց տալով բերեց դեպի հոգևորն ու մտավորը։ Այսօր մեկս մյուսին ատում ենք հաճախ մեր ազգի մեջ, երկու մասի ենք բաժանվել, այսօր նույնիսկ եկեղեցին են երկու մասի բաժանում։ Ու մեկս մյուսին լավ ու վատ ենք կարծում։ Ու փոխանակ մեկս մյուսին օգնենք խնդիրները տեսնելով, հակառակը մատնացույց ենք անում ու նույնիսկ հարվածում ենք ընկածին։ Սա է ամենավատը։ Հարվածում ենք այն դեպքում, որ անգամ հрьяաները չհարվածեցին ընկածին, գնացին ուղղակի։ Իսկ այս մենք նաև երբեմն ընկածին ուզում ենք մի հատ էլ հարվածենք, որը չարի գործն է, որովհետև չարն է ընկածին հարվածում։ Եվ դրա համար է, այսինքն միշտ տեսնենք նախ ավելի խորքային ու հասկանանք, որ մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի Քրիստոսի ներկայության, կարիք ունի Քրիստոսի ողորմության։ Եվ ամբողջ ընթացքում հենց սա է, եկեք գործնական լինենք։ Ես այսօր զարթնել եմ Արցախահայ մի կնոջ զանգից, որը նորից օգնություն է ուզում։ Իմ կյանքի այսօր օրը սկսել եմ դրանից։ Այսինքն մենք միշտ Աստված միշտ առիթ է տալու, որ դու քո կողքինին քո չափով օգնես։ Նույնիսկ Քրիստոս ասում է, նույնիսկ եթե այսօր կարողությունդ մի բաժակ սառը ջուր է, դրանով օգնի։ Եթե երկու լումա է, այրի կնոջ նման, դրանով օգնի։ Այսինքն այն է ասում, որ չկա մեկը, որ չկարողանա մի բաժակ ջուր ուրիշին տա, կամ մի քաղցր խոսք, կամ մի դրական բան ասի։ Բայց մենք հաճախ դա չենք անում։ Եթե անում ենք էլ, անում ենք այն մարդուն, որը որ մեզ մտերիմ է, մեզ հաճելի է կամ մեկնա որ մեզ արել է։ Բայց ինչու եմ սա ասում, որովհետև ու շատ կարևոր է երբեմն գիտեք, այսպես խոսում ենք ու ոմանք կարող է լինեն, որ ասեն Հայկն ինքն իրանից է խոսում։ Ասենք այս ամեն ինչը ու երբեմն դու ինքդ էլ քեզ կարող ես այդ հարցը տալ, որ քեզ գիտնականի տեղ մի դիր կամ գիտունի տեղ մի դիր։ Դա այդպես կլներ, երբ որ դու ինքդ չտեսնեիր, թե ինչպես են քո սրբերը արել։ Եվ երբ որ դու նույն էջի վրա ես քո սրբերի հետ, իրենցից ես սովորում, դու հասկանում ես, որ դու ապահով վայրում ես։ Սա հոգևոր ուսմունքի մասին է խոսքը։ Ամեն մարդ չի, լինի դա հոգևորական, թե իմ նման ասենք մասնագետ, որ ճիշտն է խոսում։ Դարեր շարունակ եղել են սխալ ուսմունք փոխանցող հոգևորականներ եւ սխալ ուսմունք փոխանցող աստվածաբաններ։ Ինչն է կարևոր, որ դու պահես եկեղեցուդ ավանդությունը, ուսմունքը։ Եվ ինչու եմ սա ասում, որտեվ հիմա ուզում եմ մեջբերել Սուրբ Ներսեր շնորհալու Հիսուս որդի աղոթքից մի հատված։ Նախ այս աղոթքը ինքնին հայ ազգի երկրորդ ամենատարածված աղոթագիրքն է եղել։ Սուրբ Ներսեր շնորհալին 1170-ականներին է մահացել, 73 մոտավորապես ասում ենք։ Եվ ամբողջ Ադամից մինչև երկրորդ գալուստ, ինչ որ մենք հիմա տեսանք Բարի Սամարացու առակի մեջ,
ինքը վերլուծումը աղոթքի տեսքով ու իրան է տեսնում, համադրում, կարևոր մարդկանց։ Ու նաև վերլուծումը այս անձին, կոնկրետ բարի սամարացու առակը եւ տեսեք թե ինչպես անում, ուզում եմ սա հանգավորված ենք փորձել, գրաբար ավելի գեղեցիկ է թարգմանությունը մի քիչ բանը, բայց ուզում եմ ընթերցել բարի սամարացու առակը, որը նաև մեզ ու ամենաառաջինը ինձ այդ վավերացումն է, որ ճիշտ ընթացքի մեջ ես, սխալ բաներ չես խոսում, Հայկ։ Ասում է Երուսաղեմ մեծ դրախտին, հետ Ադամ հանցավորին, ես Երիքով իջա ստորին, ընկա ձեռքը ավազակին, որոնք լույսից մերկացրեցին, հոգիս մեղքի վերքով լցրին, կիսամեղ ինձ թողեցին, այլ հետո էլ պատերազմեցին, որը եւ Մովսեսը ղևտացին, եւ Ահարոնը քահանան հին, եւ տունը մեծ նահապետի եւ մարգարեներն հին օրենքի, վերքերի ցավը անհնարին եւ խոցվածները սաստկագին, խոսքի դեղով բուժել չկարողացին, բայց բժշկել չկարողացին։ Եվ Սամարացին, որին կոչեին անմաքուր տոհմը հրյաների, ցույց տվեցիր ցավերն անձիս, տեսնող աչքերովդ աստվածային, գթա եւ ինձ ըստ Ադամի, դեղդիր հոգուս խոր խոցերին, հագցրուս գեստերն իմ նախկին, որից ավազակները մերկացրին, դիր հոգուս վերքերին, դեղը կյանքի, ձեթն ու գինին, տալով օծման նորից հոգին, նաեւ բաժակը նոր ուխտի, բարձր գրաստի վրա խաչի, տար իջևան, եկեղեցին, հանձնիր ինձ գլխավոր քահանային, քեզ ըստ մարմնի զոհաբերողին, տուր ինձ երկու դահեկանի, խոսքը հին եւ նոր կտակարանի, եւ նրանցով հոգիս բուժիր, ինչպես հացով կեցցե մարմին։ Վաու, Պաստորեն, այս մեր այսօրվա դասը շնորհալին գրել է 1000 տարի առաջ, մի աղոթք, սա աղոթք էր։ Այ աղոթքի փոքրիկ հատվածն է։ Այ քեզ բան, հատիկ ասեց։ Ուրեմն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Ու տեսեք ինչու եմ սա ասում, երբ որ ես փորձում եմ այստեղից այնտեղից բաներ բերեմ, շնորհալու հանճար են այս մարդիկ, անջան, ես միշտ այնքան սիրով ու այնքան ակնածանքով եմ ու փորձում եմ դա նաև մարդկանց էլ փոխանցել, որ ասում եմ եկեղեցու հայրեր երբեմն չեն անդրադառնում։ Հայկի ասածը շնորհալին կարա մի փոքրիկ հանգավորի մեջ անհամեմատ ավելի լավ ասի, ու այստեղ է հանճարի ու པարզ մարդու տարբերությունը։ Եվ եթե դու խոնարհություն ունես, գիտակցություն ունես, դու տեսնում ես այս հանճարներին եւ ուզում ես որ մարդիկ ծանոթանան։ Սրանք մեր մեծերն են, սրանք մեր սրբեջն են, սրանք համամարտկային մեծություններ են, շնորհալու նման մարդիկ։ Եվ ինչու՞ չէ, ինչի ենք մենք հեռացել, ինչի չգիտենք։ Դրա համար հիմա խնդրանք սա, որ եթե կարող եք Հիսուս որդի աղոթքը շնորհալու, որ սա փոքրիկ մասն է։ Ինքը մեծ աղոթագիրք չունեմ այստեղ վերևը։ Մի կողմը գրաբարը անգամ կա, մի կողմը աշխարհաբարը կա, գրաբարը ավելի գեղեցիկ է, միշտ ավելի գեղեցիկ է։ Կարդացեք, վերցրեք, որ ճիշտ գծի վրա մնանք, որ ասենք մենք էլ վստահ լինենք, Անին ու Հայկը կամ մյուսները, որ սխալ ընթացք չեն կանում, սա է ընկալումը։ Փաստորեն 1000 տարի եւ ավել սա կա, այս մեկնությունը կա, բայց մենք չգիտենք։ Ոչ միայն շնորհալու, կոնկրետ Ղուկասի մեկնություններ ունենք մեր հայրերից, հրաշալի մեկնություններ ունենք մեր հայրերից։ Մեկը մեկից լավն է, բայց գիծը նույնն է։ Երբ որ դու ես նույն գծի մեջ, դու հասկանում ես, որ դու ճիշտ ճանապարհի վրա ես։ Իսկ եթե մի քիչ ավելի խորը գնանք, որտեղ շնորհալին ինքը մարդկանց ավելի հեշտ ձևով ներկայացրեց։ Նարեկացին էլ է իր մատյան ողբերգության մեջ բարի սամարացու առակը մեկնում։ Մի քիչ ավելի խորն է։ Բայց հուսով եմ ուզում եմ սա էլ ընթերցել։ Իր 12-14-րդ ներողություն աղոթքը 95 աղոթքից է բաղկացած մատյան ողբերգությունը։ 14-րդը հիմնականում բարի սամարացու առակի մեկնությունն է։ Երբեմն մենք չենք էլ անդրադառնում։ Եվ ուզում եմ սա էլ ընթերցել, որը նորից նույն գծի վրա է, բայց մյուս էսա էլ մեր ավելի խորն է, շնորհալուց ավելի առաջ ապրած ու Գրիգոր Նարեկացին, որ ասում է. «Պաղատում եմ քեզ լույսի ճառագայթ արքա երկնավոր, գովյալ անպատուղ եւ անճար որդիդ դու մեծ Աստուծո, ականջ դիր դարձյալ եւ այժմ ահա բարձյալ բարեգութ կյանքի ապավեն վիրավորյալից նվաղաձայն հառաչանքներին։ Չի խոսված երբեք, թե քեզ աղաչեց ավազակներից խողվածը, քանզի կարկամած էր։ Ոչ էլ պաղատանքի ձայն արձակեց քո ետևից, քանզի անկռին չէր։
Կամ մատների շարժումով աղետն ու վտանգը հայտնեց տեսողիդ, քանզի խորտակված էր, եւ ոչ էլ ողբագին արցունքներով լի աչքերը տնկեց բարերարիդ, քանզի վնասապարտ էր, եւ կամ միջնորդի բարեխոսությամբ ողորմածիդ կամքը սիրաշահեց, քանզի լքված էր, ոչ էլ ջախջախված մարմնի արյունով ներկված հագուստները ցույց տալով քեզ, գթածից սիրտը ճմլեց, քանզի հուսահատ էր, ոչ էլ հաստատուն ծնկներով իբրև ոտքի գարշապարով չընթացավ, քանզի անկանգնելի էր։ Զիկիսամեր ասել ողջին հեռու չէ անգան մեռելությունից, մանավանդ որ խոսքով քո խրատվելուց, ողորմությամբ բարերարվելուց եւ քո փառքով լուսավորվելուց հետո էլ դեռ ոչ միայն չդադարեց քեզ հակառակ ընթացք բռնելուց, այլև չենթարկվելով գլուխ բարձրացրած իր թշնամիների կողմն անցավ եւ նրանց հետ մեկտեղ դաշն կնքած միաբանեց քեզ ատողների հետ, իսկ դու բազմապարգև բարերար, անուխակալ եւ ամենափրկիչ, ոչ միայն չհիշեցիր մեղքերն այդ չարագործի, այլև ոչ իսկ խոսքով հանդիմանեցիր, չոտնահարեցիր ընկածին, այլ կարեկցաբար մոտենալով նրան, ծայրագույն խնամք ցուցաբերեցիր, քահանայապետ ըստ Ահարոնյան տկար օրենքի, որ զորավոր էր մահ գործելու մեջ, դատապարտիչ անեծքներով եւ բռնալիր քարաձգությամբ դու չփութացիր վիրավորվածին խորտակելու եւ ոչ էլ ինչպես ղևտական առաջնորդն այն թերապաշտոն, որը երկուսի միջև իբրև բաժանող անջրպետ է ներկայանում, հնի լրումն եւ սկիզբը նորի։ Եվ աստվածային քո ներգործությամբ անապական ձեռք երկարելով մահացու կերպով մեղանչած մարդուն կանգնեցրիր դարձյալ իր սերունդներով, տխրաբեկ սիրտն ուրախացրիր եւ վհատյալին հուսադրեցիր եւ թշվառին զվարթացրիր դարձյալ, ավազանի կենարար օծմամբ եւ բաժակով լույսի լցրիր, նորոգեցիր հացով քո երկնային, արարչական քո մարմնով, Սամարացուց ըստ որում Սամարիա, որ պահապան է նշանակում, երջանիկների եւ ընտիրների վերակացությամբ խնամարկեցիր եւ փայփայեցիր եւ դարմանեցիր եւ հանդարտ գրաստի խնամքին հանձնելով նրան, անփորձանք պահեցիր մինչև հանեցիր հարկը լուսեղեն, առաջին եւ երկրորդ կենդանատու կտակարանների միջնորդությամբ, դարման տարար դու մարդասիրաբար եւ ինչպես երբեմն Մովսեսին թևատարած արծվի պես ընդունեցիր եւ բարի երկրի խաղաղ հանգստին առաջնորդեցիր, հրամայելով վարդապետներին խոսքի կերակրով սնել նրանց։ Եվ արդ, դու որ ողջ առավելագույն լույսդ բարության, ամեն բանի մեջ բովանդակապես հրաշագործեցիր, ցրվողի գանձը սեփականելով քո ստացվածքը վերադարձրիր քեզ, ինձ էլ ապրեցրու մեղքերի պարտքերն իմ մաքրելով, ով դու որ պարգևում ես ձրի եւ հանպատրաստից, շնորհիր եւ ինձ քավություն եւ բժշկություն, բարեգութ, զորեղ, անքնին, անեղծ, ահավոր, օրհնյալ միշտ հավիտյանս հավիտենից, ամեն։ Լացացրեց։ Պաստորեն սա ավելի խորն էր, սա լրիվ հոգի էր, եւ ինքը իրեն դրել էր հենց այդ վիրավորի տեղը, ոնց որ մենք բոլորս պիտի մեզ դնենք, համ պիտի լինենք սամարացին, բայց այս դեպքում քանի որ Նարեկն է, ինքը պարտադիր պիտի լինի մեղավորի դերում, որ ես շատ սիրում եմ իրան, որտեվ ես հենց զգում եմ, որ իմ մոտ հպարտության խնդիր է լինում, օրվա մեջ ես միանգամից Նարեկ եմ կարդում, միանգամից խոնարհացնում, Պաստորեն էլի նույն աղաքն էր, բայց լրիվ ուրիշ մոտեցում էր, բայց մեկը ուղղափառությունը կար, չէ, էլի Մովսեսին ասեց, էլի երկու դարեկանը համեմատեց Աստծո խոսքի հետ, Քրիստոսին մեծարեց, թե ինքը ինչ ձև է բուժել, ինչ հոգատար, Սամարացուն նշեց, վերջն է, ու ասենք մերոնք են, մերոնք, մեր նարեկացին է, մեր շնորհալին է, ու իրանց բաց ձևը առակի արդեն 1000 տարիներ առաջ ճիշտ ձևը բաց է եղել, թե այս առակը ինչի մասին է, չէ՞, բայց շատ անգամ, երբ որ մենք հիմա ենք լսում այս առակի մեկնությունը, այստեղ կոմենտներում գրված էր, որ երբեք այս առակը նման ձևով չէին լսել, որտեղ այսօր շատ-շատերն են Քրիստոսի այս առակները մեկնում, ու լրիվ ուրիշ բան է, ու հիշեցի ակամայից այս վերջերս բողոքականի հետ էինք խոսում,
Եվ ինքը շատ վստահ էր, որ ինքը փրկված է, ու չգիտես ինչի, հա հարցնում էր։ Հիմա այդ մի բառն է ինձ կարևոր, դու փրկված ես թե չէ։ Որ ասում ենք, հա Քրիստոս եկել է մեզ փրկել է, բայց մենք դի փրկությունը պահենք, իրանք չեն հասկանում։ So, չէ դու ինձ ասա, դու փրկված ես թե չէ, որտեղ եթե ասես դու փրկված ես, ուրեմն Քրիստոսին անարգում ես, Քրիստոսի փրկությունը։ Հա, եւ մյուս խնդիրներ թթխմորը, որ մերոնք թթխմորը լավ իմաստով են, ոնց որ մեկնությունների մեջ, չէ, երբեմն մեջ բերում։ Չէ, արդեն առակը ինքը դրական իմաստով է։ Հիմա մենք կխտերտենք այդ առակը։ Ահա, պոզիտիվ բան է, փաստորեն թթխմորի փոխաբերական իմաստը։ Այս մարդը մեզ համոզում է, բողոքական, աղանդավոր, որ թթխմորը վատ իմա դուք սխալ եք մեկնում։ Դե դրա համար Անի ջան, կներեք որ ընթացեցի։ Ու մենք իրան չկարացանք ոչ մի ձև, միգուցե թույլ էինք, մեր գիտելիքներն էին թույլ։ Ոչ մի ձև այս մարդը չկարացավ ընդունի, որ մեր պապերի այս ուղափառ մտածելակերպը Քրիստոսի առաքյալներից բերված ուղափառ մտայնությունն է, ինքը չի ընդունում մեր այս ուղափառ մտայնությունը։ Գիտեք ինչու, Անի ջան, կոնկրետ ինքը անձին չեմ ճանաչում, բայց այդ մոտեցումը ձեզ ասեմ, որովհետև իրենք իրենց ավելին են կարծում, քան մնացած բոլորը։ Եվ սրա համար է, ու դրա համար երբեմն մարդկային է սա, երբեմն ես ու դուք էլ կարող ենք այդ մեծ աղբի մեջ, այդ մեծ մեղքի մեջ ընկնել, որ նույն մաքսավորի չի, այլ փարիսեցու կերպարն է, որ դու ամեն ինչ գիտես, ամենալավն ես, իսկ այս սրանք ցածր մեղավոր մաքսավորներն են, որոնք փրկված չեն, իսկ դու փրկված ես։ Սուրբ Գիրքը շատ հստակ է մեր ուսմունքը, մենք փրկության ճանապարհի վրա ենք, վերջակետ չի դրվել։ Վերջակետ դնողը ինքը Քրիստոսն է, երբ որ գալու է մեզ դատելու։ Այ վերջակետ ինքն է դնում։ Դու քեզ Քրիստոսի տեղը մի դիր, ու քեզ փրկված մի կոչի, քեզ փրկության ճանապարհով ենք անցնում, ամբողջ այս ընթացքը, ինչ որ մենք վարի սամարած ու առակը տեսանք, սա փրկության ճանապարհն է հենց։ Ինքը ամբողջ ճանապարհ է, եւ մենք այդ ճանապարհի վրա ենք, որպեսզի գրաստի վրա, խաչի վրա մեզ դնելով տանում է, եւ ընթացքում դու սնվում ես, դու բուժվում ես, դու մաքրվում ես, որպեսզի ինքը երբ որ գա, արդեն հատուցի, ինքն է հատուցելու, ինքն է ասելու այո կամ ոչ։ Ու ինքան հստակ է Քրիստոսի ավետարան, ու ամբողջությամբ սա է, բայց ինչու եմ սա ասում, որ զգուշ լինենք գոռոզությունից, հոգևոր գոռոզությունից։ Եվ երկրորդ պարագան էլ կա, որ հասկանանք, որ մենք ճիշտ գծի մեջ պիտի լինենք, ու սա կարևոր չի, նորից եմ ասում, կարող է ես լինեմ, կարող է դուք լինեք։ Միշտ դրա համար ես ինչու ուզեցի բերել շնորհալուն, ինչու ուզեցի բերել ոսկե բերան, ներողություն, նարեկացում, որովհետև դու տեսնում ես, որ դու ճիշտ գծի վրա ես։ Եթե շնորհալին 1100-ականները նարեկացի 900-ականների ընթացքա 1000-ի սկզբին մահացել է, բայց ավելի հին եթե գնամ, Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացին կա 400-ականներին, որ նորից Ղուկասի մեկնություն ունի նույն գծով։ Մի քիչ էլ ավելի հին գնամ Ամբրոսիոսը կա, որ 300-ականներին է նույն գծով։ Այսինքն դուք պատկերացրեք, մենք 300-ականներից արդեն հին մեկնություններ շատ չեն պահպանվել, ցավոք։ Բայց եթե 300-ականներ ենք ասում, ու այսօր 2025-26 արդեն դարձանք, թիվ ենք ասում, նշանակում է, որ դու 1700 տարվա մեկնողական ճանապարհ ես անցել։ Ես ուղղակի մի քանիսին բերեցի, բայց այս ընթացքում շատ ավելին կա մեկնիչների։ Եվ սա ինչ է, երբ որ մարդ սա գիտի ու կարդում է, ու մեկ էլ տեսնում է շնորհալու հանճարը։ Իր այդ սակա խոսքերի մեջ այս ամբողջը բացեց, հետո մտավ նարեկացու խորքը։ Հետո մյուս սրբերին է կարդում։ Դու տեղ արդեն խոնարհվում ես։ Դու տեղ արդեն իջնում ես։ Դու տեղ արդեն քո տեղը գտնում ես։ Ու հասկանում ես, որ Աստված էլ քեզ մի բան է տվել, բայց մի գոռոզացիր։ Բայց երբ որ ես չգիտեմ ինչ ասել խորենարեցու շնորհալին, նարեկացին, բերեցի չեք Յուրեղ Ալեքսանդրացի, Ամբրոսիոս, դու քեզ իրանցից բարձ ես կարծում, բայց դու չգիտես էլ իրանք ով են ու ինչ խորք ունեն։ So դա գալիս է տգիտությունից։ Մի քանի համար իմանալով, անգիր անելով, քեզ թվում է թե դու գիտակ ես։ Եվ սա ոչ միայն աղանդին է հարիր, շատ հաճախ նաև մեր իրականության մեջ է։ Ես օրինակ հիմա տեսնում եմ տղայիս տարիքի երիտասարդների մի քիչ մեծ, ասենք 20-երի սկիզբ եւ այլն, որոնք մեր եկեղեցու զավակ են, բայց նոր սկսել են 1-2 գիրք են կարդացել եւ իրանց շատ գիտակ են արդեն կարծում ու իրանց մեջ ես ինձ տեսնում եմ, որ ես էլ էի այդպես։ Ու դրա համար էր, որ նույնիսկ վանական կյանքում
երբ որ մարդ պիտի դառնար վանական եւ այլն, ասենք հոգեվոր լուրջ կյանք պիտի մտներ, դու պետք է ունենայիր ղեկավար, խոստովանահայր, բանահայր, ով որ քեզ պիտի ճիշտ ճանապարհով ձեռքդ բռնած տաներ, որ հանկարծ չգայթակղվես, որովհետեւ շատ հեշտ է գիտելիքը, ինչպես որ ասում է Սուրբ Գիրքը, հպարտացնում է, զգուշ պիտի լինենք դրանից։ Եվ դրա համար փառք Աստծո, որ ունենք այս հնարավորություն, ունենք մեր սրբերին եւ ուզում եմ ավարտել միտքը ասելով, որ 15 րոպե անցել ենք հետաքրքիր է, որ այս ամենակարևոր պատվիրանները, որ կան, որ ամենակարևոր հարցը, որ կա, ինչպես փրկվեմ, ինչպես երկնքի արքայությունը ժառանգեմ, այդ նույն տղային կամ որևէ մեկին պատասխանը հենց տալիս է ինքը Քրիստոս, ասելով սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ հոգով, մտքով, էությամբ եւ սիրիր քո ընկերոջը քո անձի պետք։ Այ եթե կարողանաս այդ քո ամբողջությամբ Աստծուն սիրել ու քո անձի պես ընկերոջդ սիրել, այդ ժամանակ դու կարող ես ասել, որ շատ մոտ ես փրկությանը։ Իսկ մենակ ասել ես փրկված եմ, որովհետեւ հավատում եմ, Դավիթարանի Քրիստոսի ոգուն հարից չի դեմա, Քրիստոս այս օրինակը մեզ տվեց։ Եվ իրապես ամեն տեղ սերը միշտ գերագահ է, ամեն ինչից, եւ հավատից, եւ հույսից։ Իսկ մենք սերը չենք ուզում կարևորել կամ կենտրոնանալ սիրո վրա, որտեվ սիրելը դժվար է։ Շատ գործնականում սիրելը դժվար է։ Բարի սամարացու կերպարը ապրելը դժվար է։ Որովհետեւ բարի սամարացին զոհեց իր ժամանակը, զոհեց իր միջոցները եւ շատ բան զոհեց ուրիշի համար, որին ինքը չէր էլ ճանաչում։ Արդյոք մենք զոհում ենք մեր ժամանակը, արդյոք մենք զոհում ենք մեր միջոցները, արդյոք մենք պատրաստ ենք միջև վերջ անելու, ասելով ես կգամ էլի կհատուցեմ։ Չմտածես, իմ վրա է այդ ամբողջը, ես եմ անում։ Այս է քրիստոնյայի կերպարը ու պատահական չի, որ այս առակը Քրիստոս ինքը մեզ տվեց։ Հրաշալի էր, հրաշալի մեկնություն էր, ինձ համար շատ կարևոր է նստվածքը, չէ, զրույցից հետո թե իմ մոտ ինչ նստվածք է, ինչպես միշտ նոր ձևով իմացանք մեկնությունը, չգիտեմ, եմ որ ասում եմ խոսքեր չունեմ ասելու, թե ինչ հրաշալի ձևով է ընդհանրապես մեր ուսմունքը ինչքան սենց ուղղափառ է, ուրիշ բառ չեմ կարա ասեմ, որտեվ իմ համար սա մեծ թեթևություն է, որտեվ կարող է շատերը ահանդավոր չեն եղել, չեն լսել, հա, այս մեկնությունները ու իրանց համար սա առաջի անգամ ընտիր ուտելիք է։ Իմ համար սա ազատագրում է, երբ որ ես ծանոթանում եմ այս մեկնություններին, այսքան սիրուն ձևով, որտեվ սրա մեջ ես տեսնում եմ հենց Աստծո սերը, իսկական Քրիստոսին ես հենց այս մեկնությունների մեջ եմ տեսնում։ Չգիտեմ, հրաշք էր, այսօրվա թեման իսկականից կիսվեք, սիրելի հայրենակիցներ, որովհետև նման մեկնություն հաստատ ոչ միտեղ չեք գտնի եւ հորդորում եմ բոլորիդ, որպեսզի կոնկրետ հենց այս վիդեոն կիսվեք, որտեվ չնայած մեր բոլոր զրույցներն էլ լավն են, բայց կիսվեք ձեր հարազատների հետ, որովհետև շատ կարևոր է իրոք Քրիստոսի այս պատասխանը, հա, իր առակով, ինչպես ժառանգես հավիտենական կյանքը, սիրիր քո Տեր Աստծուն եւ ընկերոջդ սիրինես, ոնց որ դու գործնական։ Հրաշք, հրաշք, այստեղ մարդիկ նույնպես շատ ուրախ են այս զրույցը լսելու համար, Հայկ ջան, Աստված ձեզ օրհնի, որ դուք փաստորեն դուք անում եք այն, ինչ որ Սամարացին է անում, մեր վիրավոր հոգիները, եթե կարամ ասեմ, չեք անտեսում, չանտեսեցիք առաջի օրվանից, երբ ես չեմ ուզում հիմա ձեր անձը մեծարեմ, փառք Տիրոջը դրա համար, առաջի օրվանից, երբ որ ես իմ հիվանդ, վիրավոր, ես շատ գիտեմ ինչ վիճակի մեջ եմ, ես ինչ չեմ տեսնում, չէ, հոգևոր, Աստված կարա տեսնի, ես ինչքան էի ծեծված ու ջարդված, երբ որ ձեզ մոտեցել եմ, դուք ինձ երբեք չեք մերժել եւ այսօր էլ արդեն ինչքան շատ մարդիկ են էլի տենց վիրավորված ու միգուցե չգիտեմ իրանց լքված գան կամ հարցակումների տակ են կամ ինչ որ չգիտեմ չորնա պալասակա իրանց կյանքի մեջ, որտեղ չարը միշտ աշխատում է ու այսօրվա թեմայից հետո ես կարծում եմ, որ շատերի մոտ լուսավորություն եղավ ու Աստված օրհնի ձեզ, որ շարունակում եք այս աշխատանքը եւ լուսավորում եք, օգնում եք, որպեսզի մենք լուսավորվենք։ Ջան, շնորհակալ եմ։ Ուղղակի մի փոքրիկ միտք, որը կարծում եմ նյութի հետ կապված է եւ հետաքրքիր է, Tetris մեջ գրել էի, երեք աշխատում է 3-4 օրը, որ
բարի սամարացու ընկած մարդու միջև կապը մենք մեր մեջ պիտի տեսնենք ինչպես Նարեկացին հրաշալիորեն կենտրոնացավ անձի վրա, որ անուն չուներ, ոչինչ չէր անում, բայց ինքը այդ անձի վրա կենտրոնացավ, որովհետև երբ որ դու ինքդ վիրավոր ես, երբ որ դու ինքդ կարիք ունես Աստծո լույսին, երբ որ դու ինքդ անդադար փնտրում ես Աստծո ողորմությունը ու սերը, դու շատ լավ հասկանում ես դիմացինի կարիքը։ Ու այս պարագայում կոնկրետ իմ մասին է խոսքը, երբ որ ես ինքս ունեմ, նաև սա բժշկության ձև է ինքս ինձ համար, որովհետև դու ինքդ շատ խոցված ես, ինքդ շատ վատ վիճակում ես հաճախ լինում եւ գիտես, որ դրա լավագույն միջոցը Քրիստոսի ավետարանը տեսնելն է, ու եթե Տերն էլ քեզ առիթ անձեռում, որ այդ տեսնելը նաև կիսվես ուրիշի հետ, որ միգուցե ուրիշը շատ ավելի լավ կարողանա կիրառել, քան դու ես քո կյանքում կիրառում։ Դա ինքնին արդեն մեծագույն օրհնություն է։ Ուրեմն, ինչև չես ընկնում, ընկածի վիճակը չես հասկանում։ Ահա թե ինչու մենք նաև բոլորս ընկանք, որ մեկս մյուսին էլ չդատապարտենք ու մեկս մյուսին նորից ուզում եմ շեշտել, փարիսեցու վիճակի մեջ չլնենք, թե ես վերևից եմ, դու ներքևից ես։ Որտեվ բոլորս այն ինչ որ ասվում է, Նարեկացու հանճարը տեղ է։ Ես իմ մեջ ասում ապրել եմ, ես գիտեմ։ Ու ձեզանից բոլորից ավելի վատն եմ ես։ So էսի իրական ընկալում է, որտեվ դու տեսնում ես անդադար քո մեջ մեղքերը, քո խոցված լինելը, քո մերկ լինելը, քո կիսամեռ լինելը եւ դրա լուծումը նաեւ բարի սամարացու օրինակով փորձել դիմացինին օգնել, դրանով նաեւ անչափ ավելի քեզ օգնել։ Ամեն։ Ամեն Հայկ ջան, շնորհակալություն։ Աստված օրհնի ձեզ եւ ձեր ընտանիքը, շնորհակալություն մեր հայրենակիցներին, ովքեր միացել են մեզ Հայաստանից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, սիրելի հայրենակիցներ։ Աստվածն առաջ կհանդիպենք մյուս շաբաթ, սիրում ենք ձեզ բոլորիդ եւ մաղթում ենք կամ բարի գիշեր, կամ բարի լույս։ Հաջողություն, Հայկ ջան, մերսի շատ։ Սպասի մամի ջան, իմանալպես ձեզանից։